Անբացատրելի անհետացումից հետո գործարարի կինը հայտնաբերվում է, ապրելով որպես այլ մարդ, առանց հիշողությունների իր անցյալի մասին։ Բաժանված շքեղ կյանքի, որը մոռացել է, համեստ տան միջ, որը սովորել է սիրել, նա փակված է երկու աշխարհների մեջ։ Եվ մինչ բոլորը սպասում են նրա ընտրությանը, նա հասկանում է, որ իսկական ուղին գուցե վերադարձը չէ, այլ ինքն իրեն վերաիմաստավորելը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի մի մասն այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, դա շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Արը դեռ չէր ծագել, երբ Ռուբենը հերթական անգամ կայանեց մեքենան Մալաթիա Սեբաստիա թաղամասի մուտքի մոտ։ Նրա ձեռքերը թեթակի դողում էին, երբ բացեց բեռնախցիկը, հանեց նախորդ օրը տպել տված պաստառների փաթեթը։ Թղթի յուրաքանչյուր թերթից նրան էր նայում Հռիփսիմեի նույն ժպտացող դեմքը, այն շագանակագույն աչքերով, որոնք նա անգիր գիտեր, ուսերին թափվող բաց շագանակագույն մազերով, այն ժպիտով, որը սովորաբար լուսավորում էր ցանկացած միջավայր։ Արդեն 412 օր էր, ինչ Ռուբենը դա անում էր։ 412 օր այն պահից, երբ մի շաբաթ առավոտ արթնացավ, Հռիփսիմեն ուղղակի այլս այնտեղ չէր։ Անկողինը դեռ պահպանում էր նրա մարմնի ջերմությունը, բարձը դեռ ուներ նրա մազերի բույրը, բայց նա անհետացել էր, կարծես լուծվել էր օդի մեջ։ Սկզբում բոլորը կարծեցին, թե նա գնացել է առավոտյան զբոսանքի բուսաբանական այգում, ինչպես սովորաբար անում էր։ Ռուբենը նույնիսկ պատրաստեց այն հատուկ նախաճաշը, որը նա պաշտում էր հանգստյան օրերին, տաք գաթայով թարմ քամած նարնջի հյութով։ Բայց երբ ժամացույցը ցույց տվեց առավոտյան 10-ը, Հռիփսիմեն չվերադարձավ, նրա կրծքում սկսեց աճել մի տարօրինակ զգացում։ Առաջին մասնավոր խուզարկուն, որին Ռուբենը վարձեց, ասաց, որ անհետացած մարդկանց մեծամասնությունը վերադառնում է 48 ժամվա ընթացքում։ Երկրորդը խոսեց մեկ շաբաթվա մասին։ Երրորդը, ավելի փորձառուն, նայեց Ռուբենի աչքերին, անկեղծորեն ասաց, որ 6 ամիս անց հնարավորությունները կտրուկ նվազում են։ Բայց Ռուբենը հրաժարվում էր լսել վիճակագրություն։ Հռիփսիմեն վիճակագրություն չէր։ Նա այն կինն էր, որն ամեն գիշեր քնում էր, գրկած նրան, որը երգում էր, պատշգամբի բույսերը ջրելիս, որը լաց էր լինում, հեռուստացույցով զգացմունքային գովազդներ դիտելիս։ Հուլիսյան այդ ցուրտ առավոտյան Ռուբենը քայլում էր թաղամասի նեղ փողոցներով, փակցնելով մի քանի պաստառ։ Նրա առօրյան ամիսների ընթացքում դարձել էր մեխանիկական։ Արթնանում էր առավոտյան 5-ին, ստուգում էր WhatsApp-ի խմբերը, որտեղ տեղադրում էր Հռիփսիմեի լուսանկարը, վերանայում էր էլեկտրոնային նամակները, որը հետ գտնելու հույսով, դուրս էր գալիս, շրջելու քաղաքի մեկ այլ թաղամասով։ Արդեն ծածկել էր ամբողջ կենտրոնը, Էրեբունին, նոր Նորքի մի մասը։ Հիմա ծայրամասերում էր, որտեղ մարդիկ ավելի ուշադիր էին նայում պաստառներին, որտեղ ավելի շատ համերաշխություն կար անծանոթների միջ։ Նրա տան պատերը վերածվել էին օպերատիվ կենտրոնի։ Երանի քարտեզները ծածկում էին ճաշասենյակը, գունավոր քորոցներով նշված, թե որտեղ է փակցվել յուրաքանչյուր պաստառ, որտեղ է հարձակնվել յուրաքանչյուր հավանական վկա։ Թղթերի կույտեր էին կուտակվել սուրճի սեղանի վրա, խուզարկուների զեկույցներ, ընկերների հայտարարություններ, հիվանդանոցային գրառումներ, որոնք Ռուբենը մոլուցքով պահանջում էր։ Նրա քույրը Կարինեն արդեն 3 անգամ առաջարկել էր, որ նա հոգեբանական օգնության դիմի։ Նրա լավագույն ընկերը Բագրատը դադարեց այցելել նրան այն բանից հետո, երբ Ռուբենը նրան մեղադրեց Հռիփսիմեի անհետացման հանդեպ բավականաչափ չանհանգստանալու մեջ։ Ռուբենը չէր կարողանում հասկանալ, թե ինչպես են մարդիկ շարունակում իրենց կյանքը սովորականի պես։ Ինչպես Բագրատը նորից սկսեց դուրս գալ հանգստյան օրերին, ինչպես Կարինեն շարունակում էր Instagram-ում ճամփորդությունների լուսանկարներ տեղադրել, ինչպես ամբողջ աշխարհը կարծես մոռացել էր, որ Հռիփսիմեն գոյություն ունի։ Նրա համար ժամանակը կանգ էր առել այն շաբաթ առավոտյան։ Նա դեռ քնում էր անկողնու աջ կողմում, ձախը թողնելով ազատ, երբ նա վերադառնա։ Դեռ գնում էր այն կոճապղպեղով թխվածքաբլիթները, որոնք նա պաշտում էր։ Դեռ բաց էր թողնում մուտքի դուռը, եթե նա կորցրած լիներ բանալիները։ Ռուբենի ընկերությունը, մի շինարարական կազմակերպություն, որը տարիներ շարունակ բարգավաճել էր, այժմ աշխատում էր ինքնաշխատ ռեժիմով։ Նա գրասենյակում հայտնվում էր միայն հրատապ փաստաթղթեր ստորագրելու ստուգելու, թե արդյոք Հռիփսիմեի մասին որե հաղորդագրություն կա։ Նրա աշխատակիցները միջանցքներում շշնջում էին տխրությունից խելագարված ղեկավարի մասին։ Ռուբենին դա չէր հետաքրքրում։ Փողը կարելի էր վերականգնել։ Հռիփսիմեին՝ ոչ։ Մի պաստառ հացի փռի դռանը փակցնելիս Ռուբենը զգաց, որ ինչ-որ մեկը նրան դիտում է։
Շրջվեց տեսավ մոտ 10 տարեկան մի աղջկա, որը կանգնած էր մայթին լայն բացված աչքերով նայում էր լուսանկարին։ Նա նիհար երեխա էր, գանգուր մազերը հավաքված պոչիկով, հագին դպրոցական համազգեստ, որը մի փոքր մեծ էր իր փոքր մարմնի համար։ Հորեղբայր, ասաց նա մեղմ, բայց հաստատուն ձայնով։ Այս նկարի կինը իմ մայրիկն է։ Ռուբենի սիրտը սկսեց արագ բաբախել։ Ավելի քան մեկ տարվա ընթացքում նա հարյուրավոր կեղծ տեղեկություններ էր լսել։ Մարդիկ, որոնք երդվում էին, թե տեսել են Հռիփսիմեին քաղաքի տարբեր վայրերում, միշտ պարզվում էր, որ սխալվել են կամ փորձել են գումար շորթել։ Բայց այդ աղջկա ձայնի մեջ կար ինչ-որ բան, մի անմեղ վստահություն, որը ստիպեց նրա ոտքերը դողալ։ Ինչպես թե քո մայրիկը, հարցրեց Ռուբենը, կրանալով երեխայի հասակին հավասարվելու համար։ Նա ապրում է ինձ ու հայրիկիս հետ։ Վիրավորված եկավ մեր տուն, ոչինչ չէր հիշում։ Հայրիկս խնամեց նրան, ու հիմա նա իմ մայրիկն է։ Աղջիկը խոսում էր այնպիսի բնականությամբ, կարծես պատմում էր, թե ինչ է կերել նախաճաշին։ Ռուբենը զգաց, թե ինչպես է աշխարհը պտտվում իր շուրջը։ Որտեղ եք ապրում։ Այստեղ մոտիկ։ Ուզում եք ձեզ տանեմ այնտեղ։ Մինչ տուն հասնելու ճանապարհը Ռուբենի կյանքի ամենաերկարն էր, թեթեց ընդամենը 5 րոպե։ Աղջիկը, որը ներկայացավ որպես Իզաբելլա, անդադար խոսում էր դպրոցի մասին, թե ինչպես է իր նոր մայրիկը պատրաստում աշխարհի ամենահամեղ խտացրած կաթով պուդինգը, թե ինչպես է նա երջանիկ, որ այլս մենակ չէ հայրիկի հետ։ Ռուբենը հազիվ էր կարողանում ընկալել բառերը, քանի որ արյունը բաբախում էր ականջներում։ Տունը պարզ էր, երկհարկանի շինություն, թափվող սվաղով առջում փոքրիկ այգիով։ Հին մոտոցիկլետ էր կայանված կապույտ Ժիգուլիի կողքին, որը Ռուբենը չճանաչեց։ Իզաբելլան հրեց երկաթե դարպասը բղավեց։ Մամ, մի մարդ է եկել, ուզում է քեզ հետ խոսել։ Երբ մուտքի դուռը բացվեց, Ռուբենը ստիպված եղավ բռնվել դարպասից, որպեսզի չընկնի։ Դա Հռիփսիմեն էր։ Նույն Հռիփսիմեն, որը ժպտում էր ամբողջ երանով մեկ փակցված պաստառներից։ Նույն Հռիփսիմեն, որը պարում էր խոհանոցում, երբ կարծում էր, թե ինքը չի նայում։ Նույն Հռիփսիմեն, որին նա փնտրել էր ամեն անկյունում, ամբոխի յուրաքանչյուր դեմքի մեջ։ Բայց նա նայեց Ռուբենին, կարծես նա լիովին անծանոթ լիներ։ Բար ձեզ, ասաց նա քաղաքավարի։ Իզաբելլան ասաց, որ պարոնը ցանկանում է խոսել ինձ հետ։ Ռուբենը չկարողացավ խոսել։ Կարողացավ միայն նայել այն կնոջ դեմքին, որին սիրում էր, փնտրելով ճանաչման որենշան, որը ծանոթ փայլ շագանակագույն աչքերում։ Հռիփսիմեն հասարակ հագուստով էր։ Բաց գույնի շապիկ ջինսեր շրջազգեստ։ Ավելի նիհար էր, քան նա հիշում էր, մաշկը մի փոքր արայրուք ստացած, կարծես ավելի շատ ժամանակ էր անցկացնում արի տակ։ Մազերն ավելի կարճ էին, կտրված ուսերի բարձրությամբ։ Դու ինձ չես ճանաչում, վերջապես կարողացավ շշնջալ Ռուբենը։ Հռիփսիմեն կնճռոտեց ճակատը, ուշադիր ուսումնասիրելով նրա դեմքը։ Ներեցեք, բայց պետք է ճանաչեմ։ Մենք ծանոթ ենք որտեղից։ Այդ պահին նրա հետից մի տղամարդ հայտնվեց, ձեռքերը սրբելով յուղոտ լաթով։ Նա 40-անց մի տղամարդ էր, ալեխառն մազերով, կոշտացած ձեռքերով, այն տեսակի մարդ, որին Ռուբենը սովորաբար հանդիպում էր միայն, երբ մեքենան տանում էր արհեստավորի մոտ։ Տղամարդը Ռուբենից Հռիփսիմեին նայեց աճող անհանգստության արտահայտությամբ։ Ինչ-որ բան է պատահել, Հռիփսի, հարցրեց նա, օգտագործելով մի մականուն, որը Ռուբենը երբեք չէր լսել։ Այս պարոնն ասում է, որ ճանաչում է ինձ, պատասխանեց Հռիփսիմեն, աչքերը չկտրելով Ռուբենի դեմքից։ Ռուբենը զգաց, թե ինչպես են արցունքները այրում աչքերի հետում։ Հռիփսիմեն ողջ էր։ Նա լավ էր։ Բայց կարծես այն կինը, որին նա հուսահատորեն փնտրել էր, մահացել էր, մի անծանոթուհի էր զբաղեցրել նրա տեղը։ Մի անծանոթուհի, որն արձագանքում էր Հռիփսի անվանը վտանգ զգալիս կանչում էր մեկ այլ տղամարդու։ Իմ անունը Ռուբեն Մանուկյան է, ասաց նա խեղդված ձայնով։ Հռիփսիմե, դու իմ կինն ես։ Հաջորդած լռությունը խլացուցիչ էր։ Իզաբելլան նայում էր մեծահասակներից մեկին մյուսին, չհասկանալով օդում կախված լարվածությունը։ Արհեստավորը մի քայլ առաջ արեց, կարծես ուզում էր պաշտպանել Հռիփսիմեին որևէ վտանգից։ Իսկ Հռիփսիմեն շարունակում էր նայել Ռուբենին այդ շփոթված մի փոքր վախեցած արտահայտությամբ։ Կարծում եմ, դուք շփոթվել եք, ասաց նա մեղմորեն։ Ես ամուսնացած չեմ։ Ես ապրում եմ այստեղ Հովակիմի Իզաբելլայի հետ գրեթե 1 տարի։ Իմ անունը Հռիփսի է։
Ոչ, Ռուբենը եռանդուն թափահարեց գլուխը։ Քո անունը Հռիփսիմե Մարիամ Սանթուրյան է։ Դու ծնվել ես 1990 թվականի մարտի 12-ին։ Քո սիրած գույնը կապույտն է։ Դու ձախ ծնկիդ վրա փոքրիկ սպի ունես, երբ 7 տարեկանում ընկել ես հեծանիվից։ Դու անհետացել ես տնից 412 օր առաջ։ Հռիփսիմեն բնազդաբար ձեռքը տարավ դեպի ձախ ծունկը, Ռուբենը տեսավ, թե ինչպես կասկածի մի փայլ անցավ նրա աչքերով։ Հովակիմ, ասաց նա, հայացքը չկտրելով Ռուբենից, կարծում եմ ավելի լավ է ներսում խոսենք։ Արհեստավորը գլխով արեց մի կողմ քաշվեց, ճանապարհ տալու համար։ Ռուբենը հետեց Հռիփսիմեին դեպի պարզ տուն, սիրտը բաբախում էր, կարծես պայթելու էր։ Հյուրասենյակը փոքր էր, բայց հարմարավետ, հին, բայց լավ պահպանված կահույքով, դարակներին շարված Իզաբելլայի լուսանկարներով, օդում տնական ուտելիքի բույրով։ Հռիփսիմեն նստեց ծաղկավոր գործվածքով բազմոցին շարժումով ցույց տվեց, որ Ռուբենը նստի դիմացի բազկաթոռին։ Հովակիմը մնաց կանգնած, հենված պատին, ակնհայտորեն անհարմար զգալով իրավիճակից։ Պատմիր պատմության քո տարբերակը, ասաց Հռիփսիմեն մի ձայնով, որը Ռուբենը ճանաչեց որպես նրա ձայն, երբ փորձում էր համբերատար լինել։ Եվ Ռուբենը պատմեց։ Պատմեց այն առավոտվա մասին, երբ արթնացավ, նա անհետացել էր։ Պատմեց խուզարկուների, պաստառների, նրան փնտրելով անցկացրած անքուն գիշերների մասին։ Ցույց տվեց դրամապանակը, որտեղ պահում էր իրենց երկուսի լուսանկարները ճամփորդություններից, հարսանիքի օրվանից, ծննդյան տարեդարձներից։ Ցույց տվեց մատին դրված ամուսնական մատանին նրա մատանին, որը նա անհետացումից ի վեր կրում էր վզի շղթայի վրա։ Հռիփսիմեն ուշադիր լսում էր, բայց Ռուբենը նկատում էր, որ դա այն քաղաքավարի ուշադրությունն էր, որով լսում են անծանոթի պատմությունը։ Չկար ճանաչում, չկար հիշողություն, չկար սեր։ Կար միայն հետաքրքրասիրություն, գուցե մի փոքր խղճահարություն։ Հռիփսին այստեղ եկավ վիրավորված շփոթված, վերջապես խոսեց Հովակիմը ցածր խռպոտ ձայնով։ Ոչինչ չէր հիշում, նույնիսկ սեփական անունը։ Բժիշկներն ասացին, որ նա գլխի ինչ-որ վնասվածք է ստացել։ Ոչ ոք չեկավ նրան փնտրելու, այնպես որ դուք նրան այստեղ պահեցիք, պայթեց Ռուբենը, զգալով երախտագիտության զայրույթի խառնուրդ։ Ոչ ոք նրան չի պահել, հանգիստ պատասխանեց Հովակիմը։ Նա ընտրեց մնալ։ Երբ ապաքինվեց, ես առաջարկեցի օգնել գտնելու նրա ընտանիքը, բայց նա ասաց, որ այստեղ իրեն տանն է զգում։ Ռուբենը նայեց Հռիփսիմեին, փնտրելով իր ճանաչած կնոջ որենշան։ Դու իսկապես ոչինչ չես հիշում։ Ինձ։ Մեր տունը։ Մեր ամուսնությունը։ Հռիփսիմեն մի պահ փակեց աչքերը, կարծես լարվում էր հիշելու համար։ Երբ նորից բացեց դրանք, դրանցում տխրություն կար։ Երբեմն տեղերի, դեմքերի բեկորներ եմ տեսնում։ Բայց ոչինչ կոնկրետ։ Ոչինչ, որ իմաստ ունենա։ Նա դադար տվեց, նայելով Հովակիմին, ապա Ռուբենին։ Կյանքը, որը ես գիտեմ, այստեղ է։ Հովակիմն ու Իզաբելլան իմ ընտանիքն են։ Բառերը Ռուբենին հարվածեցին հարվածների պես։ Նա ավելի քան 1 տարի փնտրել էր իր սիրելի կնոջը, միայն թե պարզեր, որ նա գտել է մեկ այլ ընտանիք, մեկ այլ կյանք, մեկ այլ սեր։ Եվ ամենավատը, նա երջանիկ էր թվում։ Իզաբելլան վազելով մտավ սենյակ, անտեսելով միջավայրի լարվածությունը, նետվեց Հռիփսիմեի գիրկը։ Մամ, այսօր մեզ հետ ընթրելու ես։ Հայրիկն ասաց, որ պատրաստելու է այն մակարոնեղենը, որը դու սիրում ես։ Հռիփսիմեն գրկեց աղջկան անկեղծ քնքշությամբ, Ռուբենը նրա դեմքին տեսավ մայրական սիրո մի արտահայտություն, որը նախկինում երբեք չէր տեսել։ Կարծես Հռիփսիմեն դարձել էր իր իսկ տարբերակը, մի մարդ, որին նա չէր ճանաչում։ Իհարկե, աղջիկս, պատասխանեց Հռիփսիմեն, համբուրելով Իզաբելլայի գլուխը։ Ռուբենը կտրուկ վեր կացավ, այլս չկարողանալով դիմանալ։ Իր կինը ողջ էր, բայց այն կինը, որին նա սիրում էր, կարծես մահացել էր անհետացման այդ պահի մեջ ընկած ինչ-որ տեղ։ Եվ նրա փոխարեն կար մի անծանոթուհի, Հռիփսի անունով, որը սիրում էր մեկ այլ երեխայի, ապրում էր մեկ այլ տղամարդու հետ։ Ես պետք է գնամ, ասաց նա կոտրված ձայնով։ Հռիփսիմեն նույնպես վեր կացավ, Իզաբելլան դեռ գրկում։ Ռուբեն, ես ցավում եմ։ Ես իսկապես կցանկանայի հիշել։ Բայց չեմ կարող ստիպել մի բան, որը գոյություն չունի։ Ռուբենը գլխով արեց, չկարողանալով խոսել։ Դռան մոտ նա վերջին անգամ շրջվեց։ Եթե փոխես միտքդ, եթե որևէ բան հիշես, իմ համարը պաստառի վրա է։
Եվ դուրս եկավ այդ տնից նոր ձով կոտրված սրտով։ Հռիփսիմեն ողջ էր, ապահով էր, երջանիկ էր։ Բայց նա այլս իրենը չէր։ Եվ Ռուբենը գաղափար չուներ, թե ինչպես վարվի այս բացահայտման հետ, որն այդքան շատ էր ցանկացել, որը մինույն ժամանակ նրան ամբողջությամբ ոչնչացնում էր։ Դեպի մեքենա վերադարձի ճանապարհը մշուշոտ էր։ Ռուբենը քշում էր Երանի փողոցներով, արցունքները հոսում էին դեմքով, չկարողանալով լիովին ընկալել, թե ինչ էր տեղի ունեցել։ Նա գտել էր Հռիփսիմեին, բայց կորցրել էր նրան մի ձով, որը երբեք չէր պատկերացրել։ Եվ հիմա պետք է պարզեր, թե արդյոք դեռ հույս կա վերականգնելու այն կնոջը, որին սիրում էր, թե պետք է սովորեր ընդունել, որ նա դարձել է մեկ այլ մարդ, մի մարդ, որն իրեն չէր սիրում։ Ռուբենն այդ գիշեր չքնեց։ Նստած էր հյուրասենյակի բազկաթոռին, նայելով սուրճի սեղանին սփռված թղթերի կույտերին, պատի քարտեզներին, այն ամբողջ մոլուցքին, որը տիրել էր իր կյանքին ավելի քան 1 տարի։ Հռիփսիմեն ողջ էր։ Դա այն հրաշքն էր, որը նա խնդրել էր ամեն գիշեր։ Բայց ոչ ոք նրան չէր նախապատրաստել այն հավանականությանը, որ նա ողջ կլինի չի հիշի իրեն, որ նա ողջ կլինի կսիրի այլ մարդկանց։ Երբ առը ծագեց, Ռուբենն արդեն ծրագիր ուներ։ Եթե Հռիփսիմեն կորցրել էր հիշողությունը, նա կօգներ նրան վերականգնել այն։ Եթե նա չէր հիշում իրենց սերը, նա կստիպեր, որ նա նորից սիրահարվի իրեն։ Կարևոր չէր, թե որքան ժամանակ կպահանջվեր, կարևոր չէր, թե ինչ կարժենար։ Նա սպասել էր 412 օր նրան գտնելու համար։ Կարող էր սպասել մի քանի ամիս նրան նորից նվաճելու համար։ Առաջին կանգառը Հռիփսիմեի մոր տունն էր։ Տիկին Սիրանուշն ապրում էր Արաբկիր թաղամասի հարմարավետ բնակարանում, Ռուբենը նրան չէր այցելել անհետացման առաջին ամիսներից ի վեր։ Նրանց հարաբերությունները բարդացել էին, երբ նա առաջարկել էր, որ Ռուբենը դադարի փնտրել փորձի առաջ շարժվել։ Այն ժամանակ Ռուբենը նրան մեղադրել էր սեփական դստերից հրաժարվելու մեջ։ Հիմա նա բարձրանում էր շենքի աստիճաններով սեղմված սրտով, իմանալով, որ պետք է կուլ տա հպարտությունը։ Ռուբեն… Տիկին Սիրանուշը բացեց դուռը զարմանքի անհանգստության արտահայտությամբ։ 62 տարեկանում նա Հռիփսիմեի ավելի տարիքով տարբերակն էր, նույն շագանակագույն աչքերով գլուխը թեքելու նույն նուրբ ձով, երբ շփոթված էր։ Ինչ-որ բան է պատահել։ Ես գտա նրան, Սիրանուշ։ Գտա Հռիփսիմեին։ Տարիքով կինը հենվեց դռան շրջանակին, կարծես ոտքերը պիտի տեղի տային։ Ռուբենը բռնեց նրան, ուղեկցելով բնակարան։ Տիկին Սիրանուշն ընկավ հյուրասենյակի բազմոցին, ձեռքերը դողում էին։ Որտեղ։ Ինչպես։ Նա լավ է։ Ռուբենը պատմեց ամբողջ պատմությունը, այն պահից, երբ Իզաբելլան մոտեցավ իրեն, մինչ Մալաթիա Սեբաստիայի պարզ տանը տեղի ունեցած խոսակցությունը։ Նա տեսավ, թե ինչպես տիկին Սիրանուշի դեմքն անցավ բոլոր այն զգացմունքներով, որոնք ինքն էր զգացել, թեթացում, շփոթություն, ցավ, հույս։ Ամնեզիա, կրկնեց նա, կարծես փորձարկում էր բառի ծանրությունը։ Եվ նա իսկապես ոչինչ չի հիշում։ Ոչինչ։ Նայեց ինձ, կարծես ես անծանոթ լինեի։ Ռուբենը դադար տվեց, քաջություն հավաքելով հաջորդ քայլի համար։ Սիրանուշ, ինձ քո օգնությունն է պետք։ Դու Հռիփսիմեին ավելի լավ ես ճանաչում, քան որևէ մեկը։ Պետք է իմանամ, թե ինչպես ստիպեմ նրան հիշել։ Տիկին Սիրանուշը վեր կացավ գնաց դեպի լուսանկարների ալբոմներով լի դարակը։ Հանեց ամենահներից մեկը, բացեց այն սուրճի սեղանի վրա։ Դեղնած էջերը ցույց էին տալիս Հռիփսիմեին երեխա ժամանակ, դեռահաս, երիտասարդ։ Բոլոր լուսանկարներում նա ժպտում էր այն նույն լուսավոր ժպիտով, որը Ռուբենն այդքան լավ գիտեր։ Իմ աղջիկը միշտ զգայուն է եղել հոտերի համերի նկատմամբ, ասաց տիկին Սիրանուշը, մատները սահեցնելով 15 տարեկան Հռիփսիմեի լուսանկարի վրայով։ Երբ երեխա էր տխրում էր, ես խտացրած կաթով պուդինգ էի պատրաստում։ Դա միակ բանն էր, որ նրան հանգստացնում էր։ Եվ նա պաշտում էր այն ֆրանսիական օծանելիքը, որը հայրը նվիրել էր ինձ մեր ամուսնության տարեդարձին։ Միշտ գաղտնի ցողում էր, երբ կարծում էր, թե ես չեմ տեսնում։ Ռուբենը մտովի գրի էր առնում ամեն ինչ։ Օծանելիք, պուդինգ, մանկության հիշողություններ։ Գուցե այս փոքր բաները կարողանային դուռ բացել Հռիփսիմեի մտքում։ Մի ուրիշ բան էլ կա, շարունակեց տիկին Սիրանուշը ավելի ցածր ձայնով։ Անհետացումից առաջ վերջին ամիսներին Հռիփսիմեն տարօրինակ էր։ Ավելի լուռ, ավելի հեռու։
Մի քանի անգամ հարցրի, թե արդյոք ամեն ինչ կարգին է, բայց նա միշտ ասում էր, որ դա պարզապես աշխատանքի հոգնածություն է։ Ռուբենը գնճռոտեց ճակատը։ Հռիփսիմեն երբեք որևէ խնդրի մասին չէր նշել։ Ընդհակառակը, նրանք ծրագրում էին ճամփորդություն դեպի Կիպրոս, խոսում էին ընտանիքը մեծացնելու հնարավորության մասին։ Ինչպիսի՞։ Տարօրինակ։ Հանկարծակի լաց էր լինում, երբեմն։ Եվ նայում էր իր մանկության լուսանկարներին, կարծես փորձում էր ինչ-որ բան հիշել։ Մի անգամ հարցրեց, թե արդյոք ես կարծում եմ, որ ինքը լավ մայր կլինի։ Տիկին Սիրանուշը զգուշորեն փակեց ալբոմը։ Ռուբեն, վստահ ես, որ ձեր միջ ոչինչ տեղի չէր ունենում, նախքան նրա անհետանալը։ Հարցը Ռուբենին անհանգստացրեց ավելին, քան նա կցանկանար խոստովանել։ Կային նշաններ, որոնք նա չէր նկատել։ Չասված խոսակցություններ։ Խնդիրներ, որոնք նա անտեսել էր։ Մենք որոշակի տարաձայնություններ ունեինք երեխաների հարցում, վերջապես խոստովանեց նա։ Ես ուզում էի մի քանի տարի սպասել երեխաներ ունենալու համար, նախ կենտրոնանալ ընկերության ընդլայնման վրա։ Հռիփսիմեն ուզում էր շուտ սկսել փորձել։ Բայց դա նորմալ է զույգերի միջ, այնպես չէ՞։ Դա այնպիսի բան չէր, որը կարող էր ստիպել նրան փախչել։ Տիկին Սիրանուշը նայեց նրան մի արտահայտությամբ, որը Ռուբենը չկարողացավ վերծանել։ Երբեմն մարդիկ կրում են ցավեր, որոնք նույնիսկ իրենք լիովին չեն հասկանում։ Նրանք ամբողջ առավոտը անցկացրին ռազմավարություն մշակելով։ Տիկին Սիրանուշը հավաքեց Հռիփսիմեի անձնական իրերը, սիրելի օծանելիքը, դեռահասության տարիներին գրած նամակները, փափուկ արջուկը, որը նա պահում էր մանկուց։ Ռուբենը լուսանկարեց ընտանեկան ալբոմների էջերը, գրի առավ բաղադրատոմսեր, որոնք Հռիփսիմեն պաշտում էր։ Եթե նրա հիշողությունը բնականon կերպով չէր վերադառնում, նրանք կօգնեին նրան ծանոթ խթաններով։ Հաջորդ օրը կեսօրին Ռուբենը վերադարձավ Մալաթիա Սեբաստիայի տուն։ Այս անգամ նվերներ էր բերել, տիկնիկներ Իզաբելլայի համար, գործիքներ Հովակիմի համար, Հռիփսիմեի համար, այն ֆրանսիական օծանելիքը, որի մասին նշել էր տիկին Սիրանուշը։ Հովակիմը նրան դիմավորեց դռան մոտ զգուշավոր արտահայտությամբ։ Նա քչախոս մարդ էր, հաստ ձեռքերով մեկը, որն աշխատում էր շարժիչների հետ, ուղիղ նայելու ձով։ Ռուբենը նկատեց, որ նա մի քանի տարով մեծ է Հռիփսիմեից, հավանաբար 40-ն անց ուներ մի հանգստություն, որը հակադրվում էր իր սեփական մշտական անհանգստությանը։ Հռիփսին Իզաբելլային օգնում է տնային աշխատանքի հարցում, ասաց Հովակիմը, չհեռանալով մուտքից։ Գուցե ավելի լավ է ուրիշ օր վերադառնաք։ Խնդրում եմ, պնդեց Ռուբենը։ Պարզապես ուզում եմ մի քանի րոպե խոսել նրա հետ։ Մի քանի բան եմ բերել, որոնք գուցե օգնեն նրան հիշել։ Հովակիմը տատանվեց, բայց վերջում մի կողմ քաշվեց, թույլ տալով նրան ներս մտնել։ Տունը բուրում էր տնական ճաշով մաքրությամբ, տան բույր, որը Ռուբենին ստիպեց նախանձի խայծ զգալ։ Հյուրասենյակում Հռիփսիմեն նստած էր սեղանի մոտ Իզաբելլայի հետ, օգնելով աղջկան մաթեմատիկայի խնդիրների հարցում։ Երբ տեսավ Ռուբենին, նա քաղաքավարի ժպտաց, բայց Ռուբենը նկատեց լարվածություն նրա ուսերում։ Ողջույն, Ռուբեն։ Այսօր չէինք սպասում քո այցին։ Մի քանի բան եմ բերել ձեզ համար, ասաց նա, տալով տիկնիկների փաթեթը Իզաբելլային, որը ուրախությունից բղավեց վազեց, ցույց տալու տիկնիկները Հովակիմին։ Իսկ սա քեզ համար է, նա մեկնեց օծանելիքով փոքրիկ տուփը Հռիփսիմեին։ Նա զգուշորեն վերցրեց տուփը, կարծես դա փխրուն բան լիներ։ Պետք չէր։ Բացիր, խնդրեց Ռուբենը, դիտելով նրա դեմքի յուրաքանչյուր միկրոարտահայտություն։ Հռիփսիմեն բացեց փաթեթը, մատների արանքում պահեց ապակե սրվակը։ Դա նույն օծանելիքն էր, որը նա օգտագործում էր, երբ ծանոթացել էին 10 տարի առաջ ընդհանուր ընկերների ավարտական երեկույթին։ Ռուբենը հիշում էր առաջին անգամը, երբ զգաց այդ բույրը, թե ինչպես էր գլուխը պտտվել, երբ նա անցել էր իր կողքով պարահրապարակում։ Գեղեցիկ է, ասաց Հռիփսիմեն, մի փոքր ցողելով դաստակին հոտ քաշելով։ Մի պահ Ռուբենը ինչ-որ բան տեսավ նրա աչքերում։ Մի փայլ, մի կասկած, մի գրեթե հիշողություն։ Բայց դա տեց ընդամենը մի քանի վայրկյան։ Դու սիրում էիր այս օծանելիքը, զգուշորեն ասաց Ռուբենը։ Միշտ օգտագործում էիր, երբ ընթրիքի էինք գնում։ Հռիփսիմեն նորից հոտ քաշեց դաստակից, փակելով աչքերը։ Ծանոթ է։ Բայց չեմ կարող ասել, ինչու։ Դա սկիզբ էր։ Փոքր, բայց ինչ-որ բան էր։ Հռիփսիմե, Ռուբենը մոտեցավ նրան սեղանի մոտ, կցանկանաս վաղը ինձ հետ դուրս գալ։
Պարզապես զրուցելու, իրավիճակն ավելի լավ հասկանալու համար։ Կարող եմ քեզ ճաշի տանել մի տեղ, որտեղ դուք սովորաբար հաճախում էիք։ Հռիփսիմեի արտահայտությունը մի փոքր փակվեց։ Ռուբեն, ես հասկանում եմ, որ սա շատ դժվար պետք է լինի քեզ համար։ Բայց պետք է հասկանաս, որ իմ կյանքն այժմ այստեղ է։ Հովակիմի Իզաբելլայի հետ։ Ես չեմ խնդրում, որ դու որևէ բան թողնես, շտապեց ասել Ռուբենը։ Պարզապես ուզում եմ խոսելու հնարավորություն, գուցե օգնելու քեզ հիշել որոշ բաներ։ Միայն մեկ կեսօր։ Հովակիմն այդ պահին մտավ սենյակ, Իզաբելլան կողքին խաղում էր նոր տիկնիկներով։ Ռիփսի, ասաց նա, որոշումը քոնն է։ Բայց գուցե ավելի լավ է, որ դու նրա հետ մենակ չգնաս։ Հովակիմի ձայնի պաշտպանողականությունը զայրացրեց Ռուբենին։ Ես նրա համար վտանգ չեմ։ Ես նրա ամուսինն եմ։ Դու այն կնոջ ամուսինն ես, որը նա նախկինում էր, հանգիստ պատասխանեց Հովակիմը։ Ռիփսին, որին ես ճանաչում եմ, գուցե չցանկանա վերապրել մի անցյալ, որը չի հիշում։ Դադարեք, երկուստ էլ, Հռիփսիմեն բարձրացրեց ձայնն առաջին անգամ, երբ Ռուբենը նրան նորից գտել էր։ Ես կարող եմ ինքս իմ փոխարեն խոսել։ Նա նայեց տղամարդկանցից մեկին մյուսին, տեսանելիորեն անհանգստացած լարվածությունից։ Ռուբեն, ես ընդունում եմ վաղը քեզ հետ ճաշելու առաջարկը։ Բայց Հովակիմն ինձ կբերի կտանի։ Կամ սա, կամ ոչինչ։ Ռուբենը ցանկացավ բողոքել, բայց հասկացավ, որ ավելի լավ է ընդունել նրա պայմանները, քան ռիսկի դիմել, ամբողջությամբ կորցնելու հնարավորությունը։ Լավ։ Ժամը քանիսին։ Կեսօրին։ Բայց ես պետք է ժամը 3-ին վերադառնամ։ Իզաբելլան լրացուցիչ դասի է, ես միշտ նրան եմ տանում։ Պայմանավորվեցին հանդիպել Դալմա Գարթեն Մոլում, մի չեզոք վայրում, որտեղ Ռուբենը հույս ուներ, որ Հռիփսիմեն իրեն ապահով կզգա։ Երբ նա դուրս եկավ տնից, կրծքում ուներ հույսի անհանգստության խառնուրդ։ Մի ամբողջ կեսօր Հռիփսիմեի հետ։ Գուցե դա բավականաչափ ժամանակ լիներ, սկսելու կոտրել այն պատնեշները, որոնք ամնեզիան կառուցել էր։ Այդ գիշեր Ռուբենը պատրաստվեց, կարծես իր կյանքի առաջին ժամադրությանն էր գնում։ Ընտրեց այն կապույտ վերնաշապիկը, որի մասին Հռիփսիմեն միշտ ասում էր, որ ընդգծում է իր աչքերը, այն տղամարդու օծանելիքը, որը նա նվիրել էր վերջին տարեդարձին։ Ծրագրեց յուրաքանչյուր մանրուք, թե ինչ կասի, յուրաքանչյուր պատմություն, որը կպատմի, յուրաքանչյուր հիշողություն, որով կկիսվի։ Հաջորդ առավոտ նա արթրի կենտրոն հասավ պայմանավորված ժամից կես ժամ շուտ սպասում էր կայանատեղիում։ Երբ տեսավ, թե ինչպես Հովակիմը կանգնեցրեց կապույտ Ժիգուլին, Հռիփսիմեն իջավ մեքենայից, սիրտը սկսեց արագ բաբախել։ Նա հագել էր բամբակյա պարզ զգեստ ցածր կրունկներով սանդալներ, մազերը հավաքված էին թույլ կոկոնով, նա ավելի գեղեցիկ էր, քան երբևէ։ Բայց նրա մեջ ինչ-որ բան այլ էր, մի հանգստություն, որը Ռուբենը չէր հիշում նախկինում տեսած։ Ողջույն, ասաց նա, ամաչկոտ ժպիտով մոտենալով նրան։ Ողջույն։ Դու հիասքանչ տեսք ունես։ Հռիփսիմեն թեթակի կարմրեց։ Շնորհակալ եմ։ Որտեղ ենք ճաշելու։ Ռուբենը նրան տարավ արթրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող իտալական ռեստորան, նույն տեսակի վայր, որտեղ նրանք սովորաբար գնում էին ամուսնության առաջին տարիներին։ Մինչ սպասում էին ուտելիքին, նա պատմում էր, թե ինչպես են ծանոթացել, իրենց առաջին համատեղ ճամփորդության մասին, այն օրվա մասին, երբ նա ամուսնության առաջարկ արեց Սանի ափին։ Հռիփսիմեն ուշադիր լսում էր, հարցեր տալով մանրամասների մասին, փորձելով տեղեկությունները համադրել իր ունեցած հիշողության սակավ բեկորների հետ։ Ժամանակ առ ժամանակ Ռուբենը նրա դեմքին տեսնում էր կենտրոնացման արտահայտություն, կարծես նա լարվում էր հիշելու համար։ Իսկ ինչպիսին էր մեր առօրյան, հարցրեց նա, պատարագաղով խաղալով ափսեի մակարոնեղենի հետ։ Ինչպես էինք անցկացնում հանգստյան օրերը։ Ռուբենը ժպտաց, ոգորված նրա հետաքրքրությունից։ Դու պաշտում էիր շաբաթ առավոտյան այցելել բուսաբանական այգի։ Ասում էիր, որ բույսերը օգնում են քեզ հանգստանալ։ Եվ միշտ կիրակի օրը կեսօրին կինո էինք գնում։ Դու բոլոր ֆիլմերի ժամանակ լաց էիր լինում, նույնիսկ ռոմանտիկ կատակերգությունների։ Ես իսկապես լաց էի լինում ֆիլմերի ժամանակ։ Միշտ։ Եվ բարկանում էիր, երբ ես ծիծաղում էի քո զգայունության վրա։ Ռուբենը ծիծաղեց իր իսկ պատմածի վրա։ Մի անգամ դու այնքան լաց եղար, Մարլին, ես ֆիլմը դիտելիս, որ ստիպված եղանք կինոթատրոնից դուրս գալ, մինչ ֆիլմի ավարտը։
Հռիփսիմեն նույնպես ծիծաղեց, մի պահ Ռուբենին թվաց, թե վերադարձել է հին ժամանակներ։ Թվում է, թե ես բավականին դրամատիկ էի։ Դու զգացմունքային էիր, ասաց Ռուբենը, զգուշորեն ընտրելով բառերը։ Ամեն ինչ շատ խորն էիր զգում։ Դա այն բաներից մեկն էր, որ ես ամենաշատն էի սիրում քո մեջ։ Հռիփսիմեի ժպիտը մի փոքր մարեց։ Իսկ դու ինչպիսին էիր ինձ հետ։ Հարցը Ռուբենին անակնկալի բերեց։ Նա միշտ իրեն տեսել էր որպես լավ ամուսին, ուշադիր հոգատար։ Բայց առաջին անգամ փորձեց մտածել, թե ինչպես էր Հռիփսիմեն իրեն տեսնում։ Ես հոգ էի տանում քո մասին։ Շատ էի աշխատում, որպեսզի դու կարողանայիր ունենալ այն ամենը, ինչ ցանկանում ես։ Միշտ ցանկացել եմ, որ դու երջանիկ լինես։ Բայց ես երջանիկ էի։ Ռուբենը դադար տվեց, ուտելիքի պատառաքաղը կիսաճանապարհին դեպի բերանը։ Դա պարզ հարց էր, բայց ստիպում էր նրան մտածել բաների մասին, որոնք երբեք չէր դիտարկել։ Հռիփսիմեն ժպտում էր լուսանկարներում, մասնակցում էր իր ծրագրած միջոցառումներին, երբեք չէր բողոքում առօրյայից։ Բայց արդյոք դա նշանակում էր, որ նա երջանիկ էր։ Ես կարծում էի, որ այո, ասաց նա անկեղծորեն։ Դու երբեք չես ասել, որ չես։ Հռիփսիմեն գլխով արեց, բայց Ռուբենը նկատեց, որ պատասխանը նրան լիովին չէր բավարարել։ Նրանք ավարտեցին ճաշը, խոսելով ավելի թեթ թեմաներից, բայց հարցը մնաց օդում կախված ամպի պես։ Երբ հովակիմը եկավ Հռիփսիմեին տանելու, Ռուբենն իրեն զգաց, կարծես մասնակցել էր մի թեստի, որից չգիտեր, անցել է, թե ոչ։ Հռիփսիմեն նրան ողջունեց այդը համբուրելով, շնորհակալություն հայտնեց ճաշի համար ասաց, որ գուցե կարողանան նորից հանդիպել։ Հաջորդ շաբաթ։ Հռիփսիմե, Ռուբենը կանչեց նրան, նախքան նրա մեքենա նստելը։ Գուցե դու հիմա ինձ չես հիշում, բայց ուզում եմ, որ իմանաս, որ ես քեզ սիրում եմ։ Միշտ սիրել եմ։ Եվ կսպասեմ այնքան, որքան անհրաժեշտ է, որ դու էլ դա հիշես։ Նա երկար նայեց նրան, Ռուբենը նրա աչքերում տխրության նման մի բան տեսավ։ Ռուբեն, ես չեմ ուզում, որ դու սպասես մի բանի, որը գուցե երբեք տեղի չունենա։ Եվ նստեց մեքենան, Ռուբենին թողնելով մենակ կայանատեղիում, այն զգացումով, որ հաղթել է մի ճակատամարտ, բայց դեռ շատ հեռու է պատերազմը հաղթելուց։ Այդ գիշեր Ռուբենը զանգահարեց տիկին Սիրանուշին պատմեց ճաշի մասին։ Նա լուր լսեց ամեն ինչ, իսկ հետո մի հարց տվեց, որը նրան էլ ավելի անհանգստացրեց։ Ռուբեն, վստահ ես, որ իսկապես ուզում ես վերականգնել այն Հռիփսիմեին, որը նա նախկինում էր։ Թե փորձում ես վերականգնել նրա այն տարբերակը, որը գոյություն ուներ քո գլխում։ Հարցը ժամերով արձագանքում էր Ռուբենի մտքում։ Նա ուզում էր Հռիփսիմեին վերադարձնել, իհարկե։ Բայց ո՞ր Հռիփսիմեին։ Նրան, որը ժպտում էր լուսանկարներում, բայց գուցե լիովին երջանիկ չէր։ Նրան, որը համաձայնվում էր ամեն ինչի հետ, բայց երբեք չէր արտահայտում իր սեփական ցանկությունները։ Թե մի նոր, այլ Հռիփսիմեի, որին նա դեռ լավ չէր էլ ճանաչում։ Առաջին անգամ կնոջը գտնելուց հետո Ռուբենն իրեն հարց տվեց, թե գուցե ամնեզիան պարզապես վնասվածք չի եղել։ Գուցե դա փախուստ է եղել։ Եվ եթե այո, ապա դա ինչ էր ասում այն ամուսնության մասին, որը նա կարծում էր, թե կատարյալ է։ Այս հարցերը նրան տանջեցին մինչ լուսաբաց, երբ նա որոշեց, որ պատասխանները կարևոր չեն։ Կարևորն այն էր, որ Հռիփսիմեն ողջ էր, լավ էր, նա ամեն ինչ կաներ, նրան վերադարձնելու համար։ Նույնիսկ եթե դա նշանակեր բացահայտել ճշմարտություններ իր մասին, որոնք նա խնդրում էր չիմանալ։ Շաբաթը դանդաղ անցավ Ռուբենի համար, յուրաքանչյուր օրը լի սպասումով անհանգստությամբ։ Նա պայմանավորվել էր Հռիփսիմեի հետ նորից հանդիպել հաջորդ շաբաթ օրը, բայց այս անգամ ուզում էր այլ բան անել։ Փոխանակ պարզապես անցյալի մասին պատմություններ պատմելու, ուզում էր նրան ցույց տալ այն վայրերը, որոնք կարող էին եղել իրենց համար։ Գուցե ֆիզիկապես գտնվելով այն վայրերում, որտեղ նրանք հիշողություններ էին կառուցել, կարողանար արթնացնել նրա մտքում մի բան, որը միայն բառերը չէին կարող անել։ Հինգշաբթի երեկոյան Ռուբենը մի զանգ ստացավ, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Ռուբեն, Սիրանուշն է։ Տիկին Սիրանուշի ձայնը դողում էր, լի զգացմունքով։ Ես պետք է տեսնեմ Հռիփսիմեին։ Այլս չեմ կարող սպասել։ Նա իմ դուստրն է, Ռուբեն։ Իմ աղջիկը։ Ռուբենը լիովին հասկացավ նրա ձայնի հուսահատությունը։
Երկուշաբթի օրվանից, երբ նա պատմեց վերամիավորման մասին, տիկին Սիրանուշը ամեն օր զանգահարում էր մանրամասներ իմանալու, հարցնելու, թե ինչպես է Հռիփսիմեն, արդյոք նա հիշատակել է մորը, արդյոք կա որևէ նշան, որ նա հիշում է ընտանիքը։ Սպասումը կնոջը սպառում էր այնքան, որքան սպառել էր Ռուբենին այդ ամբողջ ընթացքում։ Իհարկե, Սիրանուշ։ Շաբաթ օրը միասին կգնանք։ Գուցե քեզ տեսնելը նրա մեջ ինչ-որ բան արթնացնի։ Կարծում ես, նա ինձ կճանաչի։ Հարցը լի էր փխրուն հույսով, որը կոտրեց Ռուբենի սիրտը։ Չգիտեմ։ Բայց նա պետք է իմանա քեզ։ Անկախ հիշողությունից, դու նրա մայրն ես։ Շաբաթ առավոտյան Ռուբենն անցավ տիկին Սիրանուշի տան մոտով, նրան վերցնելու։ Կինը տեսանելիորեն նյարդայնացած էր, խաղում էր ձեռքերով, ամեն 5 րոպեն մեկ ստուգում էր իր արտացոլանքը մեքենայի հետի հայելու մեջ։ Իսկ եթե նա չուզենա ինձ տեսնել։ Իսկ եթե ես նրան վախեցնեմ։ Ռուբեն, ավելի քան 1 տարի է, ինչ նա անհետացել է իմ կյանքից։ Իսկ եթե իմանալով, որ ես գոյություն ունեմ, նա էլ ավելի շփոթվի։ Ռուբենը դանդաղ քշում էր Մալաթիա Սեբաստիայի փողոցներով, փորձելով հանգստացնել տիկին Սիրանուշին ինքն իրեն։ Նա իրավունք ունի իմանալ, թե ով ես դու։ Եվ դու իրավունք ունես տեսնելու քո դստերը։ Երբ կանգ առան պարզ տան դիմաց, Ռուբենը տեսավ Հովակիմին, որն աշխատում էր մոտոցիկլետի կապոտի տակ, բնակավայրի կողքին գտնվող ինքնաշեն ավտոտնակում։ Արհեստավորը բարձրացրեց գլուխը, սրբեց ձեռքերը լաթով, զգուշավոր արտահայտությամբ մոտեցավ մեքենային։ Ռուբեն։ Չգիտեի, որ այսօր ավելի շատ մարդ ես բերելու։ Հովակիմ, սա տիկին Սիրանուշ Սանթուրյանն է։ Հռիփսիմեի մայրը։ Տեղեկատվության ազդեցությունը տեսանելի էր Հովակիմի դեմքին։ Նա նայեց Ռուբենից տիկին Սիրանուշին, ընկալելով այդ այցի հետանքները։ Նրա մայրը, կրկնեց նա, կարծես փորձարկում էր բառերը։ Կարող եմ տեսնել իմ դստերը, խնդրում եմ։ Տիկին Սիրանուշը մեքենայից դուրս եկավ արժանապատվությամբ, բայց Ռուբենը նկատում էր նրա ոտքերի դողը։ Հովակիմը գլխով արեց նրանց, ուղեկցեց դեպի տուն։ Ճանապարհին նա բացատրեց, որ Հռիփսիմեն Իզաբելլայի հետ դուրս էր եկել, կիրակնօրյա ճաշի համար բաղադրիչներ գնելու, մի ավանդույթ, որը նրանք մշակել էին վերջին ամիսներին։ Նրանք շուտով կվերադառնան։ Նստած փոքր, բայց հարմարավետ հյուրասենյակում, տիկին Սիրանուշը շուրջն էր նայում, փորձելով գտնել դստեր հետքերը միջավայրում։ Սուրճի սեղանիկի վրա Հռիփսիմեի Իզաբելլայի լուսանկարն էր այգում, երկուսն էլ անկեղծ ժպտում էին։ Դարակի վրա մի քանի գրքեր էին, որոնք Ռուբենը գիտեր, որ Հռիփսիմեն սիրում էր կարդալ։ Պատին նկարներ էին, որոնք Իզաբելլան էր նկարել, որոնք Հռիփսիմեն քնքշորեն փակցրել էր։ Նա երջանիկ է թվում այստեղ, մրմնջաց տիկին Սիրանուշը, ավելի շատ իր համար, քան մյուսների։ Այո, պատասխանեց Հովակիմը մի ձայնի մեղմությամբ, որը Ռուբենը դեռ չէր լսել։ Հռիփսին լույս բերեց այս տուն։ Ինձ համար, հատկապես Իզաբելլայի համար։ Աղջիկը երբեք մայրական կերպար չի ունեցել, Հռիփսին նա պարզապես տեղավորվեց այդ դերում, կարծես դրա համար ծնված լիներ։ Հովակիմի խոսքերը Ռուբենին անհանգստացրին ավելին, քան նա կցանկանար խոստովանել։ Հռիփսիմեն երբեք այդքան ուժեղ մայրական բնազդ չէր ցուցաբերել, երբ ամուսնացած էին։ Նրանք խոսել էին երեխաների մասին, իհարկե, բայց միշտ վերացական ձով, որպես մի բան, որը կանեին մի օր։ Ռուբենը միշտ կարծել էր, որ Հռիփսիմեն չի շտապում, որ նույնպես նախընտրում է սպասել։ Բայց գուցե նա սխալվել էր։ Գուցե նա պարզապես հարգում էր իր տեմպը։ Կողպեքի մեջ բանալու ձայնը ընդհատեց նրա մտքերը։ Հռիփսիմեն մտավ դռնով, գնումների տոպրակները ձեռքին, Իզաբելլան կողքին անդադար խոսում էր, թե ինչ աղանդեր են պատրաստելու։ Երբ տեսավ Ռուբենին, նա ժպտաց այն քաղաքավարի ջերմությամբ, որն արդեն ծանոթ էր նրան։ Բայց երբ նրա աչքերը հառվեցին տիկին Սիրանուշին, Հռիփսիմեն ամբողջությամբ կանգ առավ։ Հռիփսի Հովակիմը վեր կացավ, նկատելով հանկարծակի լարվածությունը։ Ամեն ինչ կարգին է։ Հռիփսիմեն անշարժ նայում էր տիկին Սիրանուշին, կարծես ուրվական տեսած լիներ։ Տոպրակները գցեց հատակին, Իզաբելլան արագ սկսեց հավաքել գլորված մրգերը։ Ես ճանաչում եմ ձեզ, ասաց Հռիփսիմեն գրեթե շշուկով։ Տիկին Սիրանուշը դանդաղ վեր կացավ, արցունքներն արդեն հոսում էին դեմքով։ Հռիփսիմե՞։ Աղջիկս։ Մայրիկ։ Բառը դուրս եկավ Հռիփսիմեի բերանից ինքնաբերաբար, ռեֆլեքսի պես։ Եվ հետո նա սկսեց լաց լինել։ Ռուբենը զգաց թեթացման։
նախանձի խառնուրդ։ Հռիփսիմեն ճանաչել էր մորը, թեկուզ աղոտ։ Նրա հիշողությունն ամբողջությամբ չէր կորել։ Բայց ինչու էր նա ճանաչել տիկին Սիրանուշին, ոչ թե իրեն։ Մայր ու աղջիկ գրկախառնվեցին սենյակի մեջտեղում, երկուսն էլ լացում էին, մինչ Իզաբելլան շփոթված նայում էր տեսարանին, իսկ Հովակիմը մնում էր լարված, ակնհայտորեն անհարմար զգալով այս ամբողջ զգացմունքային իրավիճակից։ Ես երբեմն երազում եմ քեզ տեսնում, ասաց Հռիփսիմեն, դեռ մոր գրկում։ Մի տարեց կին, որը խոհանոցում պուդինգ է պատրաստում, երգում է մի երգ, որը ես լավ չեմ հիշում։ Սարի աղջիկ, շշնջաց տիկին Սիրանուշը։ Ես միշտ Սարի աղջիկ էի երգում, երբ պատրաստում էի։ Դու ասում էիր, որ դա քո սիրելի երգն է, երբ փոքր էիր։ Հռիփսիմեն մի փոքր հեռացավ, մոր դեմքին նայելու։ Ինչու եմ ես հիշում քեզ, ոչ թե, նա նայեց Ռուբենին, ոչ թե նրան։ Մոր սերը տարբեր է, ասաց տիկին Սիրանուշը, շոյելով դստեր դեմքը։ Այն գալիս է ավելի խորը, ավելի նախնական տեղից։ Նույնիսկ երբ միտքը մոռանում է, սիրտը երբեմն դեռ գիտի։ Ռուբենը զգաց, կարծես հարված ստացավ ստամոքսին։ Եթե մոր սերն անմոռանալի է, ապա դա ինչ էր ասում այն սիրո մասին, որը նա Հռիփսիմեն կիսել էին։ Նրանք անցկացրին առավոտվա մնացած մասը զրուցելով, տիկին Սիրանուշը պատմում էր Հռիփսիմեի մանկության պատմություններ, ցույց տալիս հին լուսանկարներ, որոնք բերել էր։ Հռիփսիմեն լսում էր ամեն ինչ քաղցած ուշադրությամբ, կարծես յուրաքանչյուր պատմություն մի խճանկարի կտոր լիներ, որը նա փորձում էր տեղավորել։ Դու միշտ համառ ես եղել, ծիծաղում էր տիկին Սիրանուշը, ցույց տալով 5 տարեկան Հռիփսիմեի լուսանկարը, ձեռքերը խաչած դեմքը տխուր։ Մի անգամ որոշեցիր, որ մի ամբողջ ամիս միայն կարմիր զգեստներ ես հագնելու։ Կարևոր չէր, թե ես ինչ էի ասում, դու չէիր զիջում։ Եվ ստացվեց, հարցրեց Հռիփսիմեն, ժպտալով։ Ես 7 տարբեր կարմիր զգեստ գնեցի, որովհետև այլս չէի դիմանում ամենօրյա վեճին։ Հռիփսիմեն ծիծաղեց, Ռուբենը նկատեց, որ դա առաջին անգամն էր, երբ լսում էր նրա ծիծաղը վերամիավորումից հետո։ Դա նույն բյուրեղյա ծիծաղն էր, որը նա գիտեր, բայց հիմա դրա մեջ ավելի թեթ, ավելի ինքնաբուխ մի բան կար։ Հովակիմը զգուշորեն հեռացել էր խոհանոց Իզաբելլայի հետ, ընտանեկան վերամիավորմանը գաղտնիություն տալով։ Ռուբենը կարող էր լսել նրանց ցածր խոսակցությունը, Իզաբելլան հարցեր էր տալիս, որոնք նա լիովին չէր կարողանում հասկանալ։ Հռիփսիմե, ասաց տիկին Սիրանուշը, ավելի լրջանալով, ուզում եմ, որ իմանաս, որ մենք երբեք չենք դադարել փնտրել։ Ռուբենը նույնպես։ Մենք երբեք չենք հանձնվել քեզանից։ Հռիփսիմեն նայեց մորից Ռուբենին, առաջին անգամ վերամիավորումից հետո նա մեղքի նման մի բան տեսավ նրա աչքերում։ Ես ցավում եմ, ասաց նա։ Այդքան տառապանք պատճառելու համար։ Ես չեմ հիշում, թե ինչ է պատահել, բայց գիտեմ, որ դուք տառապել եք իմ պատճառով։ Դու ներողություն խնդրելու ոչինչ չունես, շտապեց ասել Ռուբենը։ Կարևորն այն է, որ դու լավ ես, որ դու ապահով ես։ Բայց ես այլս նույն մարդը չեմ, այնպես չէ։ Հռիփսիմեն, որին դուք ճանաչում էիք, նա կարծես մահացել է, այնպես չէ։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Դա մի հարց էր, որին ոչ ոք չէր ուզում պատասխանել, բայց որի մասին բոլորը մտածել էին։ Դու իմ դուստրն ես, վերջապես ասաց տիկին Սիրանուշը։ Հիշողությամբ թե առանց հիշողության, դու միշտ կլինես իմ դուստրը։ Եվ ես ուզում եմ ճանաչել, թե ով ես դու հիմա, ոչ թե պարզապես հիշել, թե ով էիր դու։ Հռիփսիմեն ժպտաց արցունքների միջից։ Ես էլ կցանկանայի ճանաչել ձեզ։ Ճանաչել իմ սեփական պատմությունը։ Այդ ժամանակ նա մի բան առաջարկեց, որը ոչ ոք չէր սպասում։ Իսկ եթե ես փորձեմ բաժանել իմ ժամանակը։ Մի քանի օր ձեզ հետ անցկացնեմ, մի քանի օր այստեղ։ Գուցե այդպես կարողանամ հասկանալ, թե ով էի ես, ով եմ հիմա։ Առաջարկը բոլորին անակնկալի բերեց։ Ռուբենը զգաց հույսի ալիք, բայց նա անհանգստություն։ Հովակիմն այդ պահին վերադարձավ խոհանոցից, ակնհայտորեն լսելով խոսակցությունը։ Հռիփսի, վստահ ես դրանում, հարցրեց նա անկեղծ անհանգստությամբ ձայնում։ Պետք է փորձեմ, Հովակիմ։ Նրանք իմ արյունակից ընտանիքն են։ Ես իրավունք ունեմ ճանաչելու նրանց։ Եվ նրանք իրավունք ունեն ճանաչելու այն մարդուն, որը ես դարձել եմ։ Իզաբելլան հայտնվեց Հովակիմի հետից, գրկելով նրա գոտկատեղը։ Մայրիկ Հռիփսին գնալու է, հարցրեց նա փոքրիկ վախեցած ձայնով։ Հռիփսիմեն ծնկի եկավ աղջկա դիմաց վերցրեց նրա փոքրիկ ձեռքերը իր ձեռքերի մեջ։ Ես չեմ գնում, սիրելիս։
Բայց մի քանի օր կանցկացնեմ այս մարդկանց հետ, որոնք իմ ընտանիքն են։ Ճիշտ այնպես, ինչպես դու հայրիկդ իմ ընտանիքն եք։ Բայց կվերադառնաս։ Ես միշտ վերադառնում եմ քեզ մոտ, Իզա։ Խոստանում եմ։ Իզաբելլան լիովին համոզված չէր թվում, բայց գլխով արեց։ Ռուբենը աղջկա դեմքին տեսավ նույն վախը, որն ինքն էր զգում, Հռիփսիմեին մյուս կողմին կորցնելու վախը։ Պայմանավորվեցին, որ Հռիփսիմեն հաջորդ 2 շաբաթը կանցկացնի, հերթափոխելով 2 տների միջ։ 3 օր Ռուբենի առանձնատանը, 3 օր Հովակիմի տանը, 1 օր տիկին Սիրանուշի հետ, 1 օր, որպեսզի նա որոշի, թե որտեղ է ուզում մնալ։ Դա տարօրինակ, գրեթե անհեթեթ ժամանակացույց էր, բայց ավելի լավ էր, քան ոչինչ։ Հաջորդ 2 շաբթի Ռուբենը գնաց Հռիփսիմեին վերցնելու, նրան տանելու այն առանձնատուն, որտեղ նրանք միասին ապրել էին 5 տարի։ Ճանապարհին նա ցույց էր տալիս ծանոթ վայրեր, ռեստորանը, որտեղ առաջին անգամ հանդիպել էին, գրախանութը, որտեղ նա ժամերով անցկացնում էր շաբաթ օրերը, հիվանդանոցը, որտեղ նա ծնվել էր։ Երբ հասան տուն, Ռուբենը տեսավ, որ Հռիփսիմեն նայում է վեհաշուկ ճակատին մի արտահայտությամբ, որը չկարողացավ վերծանել։ Դա հիացմունք էր։ Վախեցնող էր։ Կարոտ։ Մեծ է, միայն դա ասաց նա։ Տունն իսկապես տպավորիչ էր։ 3 հարկ, լողավազան, ավելի քան 20 տարբեր տեսակի ծաղիկներով այգի։ Ռուբենը գնել էր այն, մտածելով ապագայի իրենց ունենալիք երեխաների, իրենց կազմակերպելիք խնջույքների մասին։ Հիմա այն չափազանց մեծ էր թվում 2 մարդու համար, որոնք նորից էին ծանոթանում։ Տան ներսում ամեն ինչ ճիշտ այնպես էր, ինչպես Հռիփսիմեն թողել էր։ Ռուբենը ոչ մի բանի չէր դիպել նրա սենյակում, զգեստապահարանում, լոգարանի կոսմետիկայի պարագաներին։ Դա կարծես սրբավայր լիներ մի մարդու համար, որն անհետացել էր։ Հռիփսիմեն քայլում էր սենյակներով, կարծես անծանոթ լիներ, որն այցելում է մեկ ուրիշի տուն։ Այստեղ-այնտեղ դիպչում էր իրերին, նայում պատերի լուսանկարներին, բայց ոչինչ կարծես թե նշանակալի հիշողություն չէր արթնացնում։ Ննջասենյակում նա բացեց պահարանը, մատները սահեցրեց կախված հագուստի վրայով։ Ես այս հագուստներն էի հագնում։ Դու պաշտում էիր այն կապույտ զգեստը, ասաց Ռուբենը, ցույց տալով մի զգեստ, որը նա հագել էր իրենց ամուսնության վերջին տարեդարձին։ Ասում էիր, որ այն ընդգծում է քո աչքերը։ Հռիփսիմեն հանեց զգեստը կախիչից, պահեց այն իր մարմնին, նայելով հայելու մեջ։ Գեղեցիկ է։ Էլեգանտ։ Բայց իմը չի թվում։ Ռուբենը տխրության խայտ զգաց։ Թանկարժեք հագուստները, բրենթային կոշիկները, զարդերը, որոնք նա նվիրել էր տարիների ընթացքում։ Ամեն ինչ տարօրինակ էր թվում հիմիկվա Հռիփսիմեի համար, որը հագնում էր պարզ զգեստներ, ցածր կրունկներով սանդալներ։ Առաջին օրը Ռուբենը փորձեց վերստեղծել այն առօրյան, որը նրանք սովորաբար ունեին։ Նրան տարավ նախաճաշելու այն ֆրանսիական ռեստորանում, որը նա պաշտում էր, զբոսնելու բուսաբանական այգում, ճաշելու ակումբում, որտեղ հաճախում էին։ Յուրաքանչյուր վայրում նա պատմում էր պատմություններ, ցույց տալիս լուսանկարներ, փորձում արթնացնել որևէ կապ։ Բուսաբանական այգում Հռիփսիմեն կանգ առավ մի դեղին սակուրայի ծառի դիմաց, որը ծաղկել էր։ Ես ճանաչում եմ այս ծառը, ասաց նա, դիպչելով բնին։ Ռուբենը ոգորվեց։ Դու ամեն շաբաթ գալիս էիր այստեղ։ Ասում էիր, որ սա քո սիրելի վայրն է երանում։ Հռիփսիմեն փակեց աչքերը, խորը շունչ քաշեց։ Ծանոթ հոտ է։ Եվ ես տպավորություն ունեմ, որ արդեն նստել եմ այս ստվերի տակ։ Նստել ես։ Դու գիրք էիր բերում, ժամերով մնում էիր այստեղ։ Երբեմն ես գալիս էի քեզ տանելու, դու նույնիսկ չէիր նկատում, որ ես եկել եմ, այնքան կենտրոնացած էիր ընթերցանության վրա։ Բայց նույնիսկ այս ծանոթության բեկորներով Հռիփսիմեն զգացմունքային կապված չէր թվում վայրերին։ Կարծես նա ճանաչում էր մի ֆիլմի դեկորացիան, որը դիտել էր վաղուց, բայց չէր հիշում պատմությունը։ Գիշերը, թագավորական չափի անկողնում, որը նրանք կիսել էին 5 տարի, Հռիփսիմեն քնում էր ձախ կողմում, հարգալից տարածություն թողնելով նրանց միջ։ Ռուբենն արթուն մնում էր, դիտելով նրա ուրվագիծը մթության մեջ, ֆիզիկապես այդքան մոտ, զգացմունքային առումով այդքան հեռու։ Երկրորդ օրը Հռիփսիմեն խնդրեց տեսնել լուսանկարների ալբոմներ։ Նրանք ամբողջ կեսօրն անցկացրին հյուրասենյակում, Ռուբենը պատմում էր յուրաքանչյուր նկարի մասին, մեղրամիսը Կարիբյան կղզիներում, ընտանեկան ամանորները, ծննդյան տարեդարձները, հանգստյան օրերի ճամփորդությունները։ Հռիփսիմեն ուշադրություն էր դարձնում յուրաքանչյուր մանրուքի, հարցեր տալիս լուսանկարների մարդկանց, այցելած վայրերի մասին։
Ես երջանիկ էի թվում այս լուսանկարներում, նկատեց նա, նայելով իր վերջին ծննդյան տարեդարձի նկարին, անհետացումից 2 ամիս առաջ։ Դու երջանիկ էիր, ավտոմատ կերպով պատասխանեց Ռուբենը։ Բայց հաստատումը կեղծ հնչեց նույնիսկ իր համար։ Հռիփսիմեն նայեց նրան այն հետաքննող արտահայտությամբ, որից նա սկսում էր վախենալ։ Ինչպես գիտես։ Դու իսկապես հարցնում էիր, թե արդյոք ես երջանիկ եմ, թե… Պարզապես ենթադրում էիր, որ այո։ Հարցը նրան շփոթեցրեց։ Ես դու երբեք չես ասել, որ չես։ Բայց ասում էի, որ եմ։ Ռուբենը երկար մտածեց։ Հռիփսիմեն միշտ զգացմունքների հարցում զուսպ մարդ էր եղել։ Նա ժպտում էր, մասնակցում էր իր ծրագրած միջոցառումներին, համաձայնվում էր իր կայացրած որոշումներին։ Բայց երբ էր վերջին անգամ, որ նա բանավոր արտահայտել էր երջանկություն։ Երբ էր վերջին անգամ, որ նա խոսակցություն էր սկսել, թե ինչպես է զգում։ Դու շատ չէիր սիրում խոսել զգացմունքների մասին, վերջապես խոստովանեց նա։ Իսկ դու չէիր հարցնում։ Դա հարց չէր, այլ փաստ։ Եվ Ռուբենը հասկացավ, որ դա ճիշտ էր։ Երրորդ օրը Հռիփսիմեն ավելի լուռ էր, ավելի մտածկոտ։ Ընթրիքի ժամանակ նա վերցրեց պատառաքաղը, բայց ոչինչ չկերավ։ Ռուբեն, ասաց նա, չնայելով նրան, ես ուզում եմ անկեղծ լինել քեզ հետ։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչի՞։ Մասին։ Այս ամենի մասին։ Մեր կյանքը վերականգնելու այս փորձի մասին։ Հռիփսիմեն բարձրացրեց աչքերը, Ռուբենը դրանցում վճռականություն տեսավ։ Ես ոչինչ չեմ զգում։ Չեմ զգում սեր, չեմ զգում կապ, չեմ զգում կարոտ։ Նայում եմ այս լուսանկարներին, տեսնում եմ 2 մարդու, որոնք երջանիկ են թվում, բայց չեմ հիշում, որ ես այդ կինն եմ։ Եվ ամենակարևորը, վստահ չեմ, որ ուզում եմ նորից նա լինել։ Ռուբենը զգաց, կարծես հատակը բացվեց իր տակ։ Ինչ ես ասում։ Ասում եմ, որ գուցե Հռիփսիմեն, որին դու ճանաչում էիր, իսկապես մահացել է։ Եվ գուցե դա պարտադիր չէ, որ ողբերգություն լինի։ Լռությունը նրանց միջ ձգվեց անդունդի պես։ Ռուբենը ցանկանում էր բողոքել, վիճել, համոզել նրան, որ սխալվում է։ Բայց նրա ձայնում մի ճշմարտություն կար, որը նա չէր կարող վիճարկել։ Իսկ Հռիփսին, հարցրեց նա խռպոտ ձայնով։ Դու սիրում ես նրանց։ Հռիփսիմեն երկար մտածեց։ Ես ինձ տանն եմ զգում նրանց հետ։ Զգում եմ, որ կարող եմ լինել այն, ով իսկապես եմ, առանց դեր խաղալու կամ փորձելու հիշել լինել մեկը, ով այլս չեմ։ Իզաբելլան ինձ մայրիկ է կանչում, սիրտս լցվում է սիրով։ Հովակիմն ինձ նայում է, կարծես ես բավարար լինեմ, ճիշտ այնպես, ինչպես կամ։ Այստեղ նա շուրջը նայեց շքեղ սենյակին, այստեղ ես ինձ զգում եմ դերասանուհու պես, որը փորձում է խաղալ մի դեր, որը մոռացել է, թե ինչպես անել։ Ռուբենը փակեց աչքերը, փորձելով ընկալել նրա խոսքերի ցավը։ Եվ ոչինչ չկա, որ ես կարողանամ անել։ Ոչ միც չկա։ Քեզ նորից նվաճելու։ Ռուբեն, ասաց Հռիփսիմեն, ձայն այժմ ավելի մեղմ, դու չես փորձում ինձ նորից նվաճել։ Դու փորձում ես հարություն տալ մի կնոջ, որն այլս գոյություն չունի։ Եվ դա արդար չէ ոչ ինձ, ոչ քեզ, ոչ էլ այն մարդու նկատմամբ, որը ես դարձել եմ։ Այդ գիշեր Ռուբենը քնեց հյուրասենյակում, իսկ Հռիփսիմեն գլխավոր ննջասենյակում։ Հաջորդ օրը նա հավաքեց իրերը, վերադարձավ Հովակիմի տուն։ Բայց գնալուց առաջ մի առաջարկ թողեց, որը պետք է փոխեր ամեն ինչ։ Ես ուզում եմ շարունակել այցելել ձեզ։ Ուզում եմ ճանաչել իմ մորը, ուզում եմ իմանալ իմ պատմության մասին։ Բայց որպես Հռիփսի, ոչ թե որպես Հռիփսիմե։ Եթե կարողանաք ընդունել այն մարդուն, որը ես հիմա եմ, փոխանակ փորձելու ինձ վերածել այն մարդու, որը ես նախկինում էի, գուցե կարողանանք նոր հարաբերություն կառուցել։ Ռուբենը կանգնած մնաց տան մուտքի մոտ, տեսնելով, թե ինչպես է Հովակիմի մեքենան հեռանում։ Հռիփսիմեն հստակ հայտնել էր իր ընտրությունը։ Նա չէր պատրաստվում վերադառնալ այն կյանքին, որն ունեին։ Բայց գուցե, միայն գուցե, նա կարողանար տեղ գտնել նրա նոր կյանքում։ Այդ երեկոյան, մենակ առանձնատանը, որը հանկարծ դատարկ հիշողություններով ուրվականի պես էր թվում, Ռուբենը քայլում էր սենյակներով, փորձելով հասկանալ, թե ինչ էր պատահել։ Կանգ առավ գրասենյակում, որտեղ անցկացնում էր ժամանակի մեծ մասը Հռիփսիմեի անհետացումից առաջ, նայելով ընկերության թղթերով ծածկված սեղանին, երբեք չանջատվող համակարգչին, բոլոր ժամերին զանգող հեռախոսին։ Փորձեց հիշել վերջին նշանակալի խոսակցությունը, որն ունեցել էր Հռիփսիմեի հետ։
Ոչ թե վճարվելիք հաշիվների կամ սոցիալական պարտավորությունների մասին, այլ իրական խոսակցություն, զգացմունքների, երազանքների, վախերի մասին։ Չկարողացավ։ Հասկացավ սրտի սեղմումով, որ ամուսնության վերջին տարիներին նրանք դարձել էին երկու քաղաքավարի անծանոթ, որոնք կիսում էին նույն տարածքը։ Բարձրացավ ննջասենյակ, նորից բացեց Հռիփսիմեի զգեստապահարանը։ Այս անգամ նա տեսավ ոչ միայն թանկարժեք հագուստներ, էլեգանտ աքսեսուարներ։ Նա տեսավ մի կյանքի համազգեստներ, որը գուցե նա չէր ընտրել, մի անհատականության զգեստներ, որը գուցե նա ստեղծել էր, բավարարելու իր այն հասարակության ակնկալիքները, որում ապրում էին։ Ռուբենը վերցրեց բջջային հեռախոսը, զանգահարեց Բագրատին, իր լավագույն ընկերոջը, գրեթե 2 տարվա մեջ առաջին անգամ։ Ռուբեն, տղա, կարծում էի, որ այլևս չես ուզում խոսել ինձ հետ։ Բագրատ, պետք է քեզ մի բան հարցնեմ, ուզում եմ, որ անկեղծ լինես ինձ հետ։ Իհարկե, ասա։ Հռիփսիմեն նախքան նրա անհետանալը, նա քեզ երջանիկ թվում էր։ Մյուս կողմում լռությունը խոս ուներ։ Բագրատը հոգեբան էր, մարդկային վարքագծի սուր հայացք ուներ, զույգի ընկերն էր եղել հարաբերությունների սկզբից։ Ռուբեն, վերջապես ասաց Բագրատը, դու իսկապես ուզում ես լսել պատասխանը։ Պետք է լսեմ։ Հռիփսիմեն ինձ միշտ թվացել է մի կին, որը փորձում էր կատարյալ լինել քեզ համար։ Նա համաձայնվում էր ամեն ինչի հետ, միշտ ժպտում էր, երբեք չէր կասկածի տակ դնում քո որոշումները։ Բայց երջանկությունը կոնֆլիկտի բացակայությունը չէ։ Դա իսկությունն է։ Եվ ես վերջին տարիների Հռիփսիմեի մեջ իսկություն չէի տեսնում։ Բագրատի խոսքերը հաստատեցին այն վախերը, որոնցից Ռուբենը խուսափում էր։ Հռիփսիմեն կատարյալ կին էր եղել, որով ճնշել էր, թե ով է ինքն իրականում։ Եվ հիմա, երբ նա գտել էր իր իսկական տարբերակը, այլևս չէր ուզում վերադառնալ այդ ներկայացմանը։ Ինչ անեմ, Բագրատ։ Սովորիր ճանաչել այն մարդուն, որը նա հիմա է։ Եվ ինքդ քեզ հարցրու, թե արդյոք կարող ես սիրել նրան նրա համար, ով նա իսկապես է, ոչ թե նրա համար, ում դու ուզում էիր, որ նա լիներ։ Ռուբենն անջատեց հեռախոսը, ավելի շատ հարցերով, քան պատասխաններով։ Բայց առաջին անգամ վերամիավորումից հետո սկսեց հասկանալ, որ գուցե խնդիրը Հռիփսիմեի հիշողության կորուստը չէր։ Գուցե խնդիրն այն էր, որ նա, վերջապես, գտել էր ինքն իրեն։ Հարցը, որը նրան այժմ տանջում էր, ավելի բարդ էր, քան նա պատկերացրել էր։ Նա կարող էր ընդունել Հռիփսիին այնպիսին, ինչպիսին նա էր, թե հավերժ սիրահարված կմնար Հռիփսիմեի ուրվականին։ Եվ ամենակարևորը, արդյոք նա իրավունք ուներ փորձել ազդել նրա ընտրության վրա, իմանալով, որ մյուս կողմում մի երեխա կա, որը նրան սիրում է որպես մայր, մի տղամարդ, որն ընդունում է նրան ճիշտ այնպես, ինչպես նա կա։ Այս հարցերը երկար ժամանակ կարձագանքեին նրա մտքում, մինչ նա փորձում էր պարզել, թե արդյոք իսկական սերը նշանակում է պայքարել մեկի համար, թե թույլ տալ այդ մարդուն ազատ լինել, ընտրելու իր սեփական երջանկությունը։ Հաջորդ 2 շաբաթները փորձերի հարմարվողականության շրջան էին բոլոր ներգրավվածների համար։ Հռիփսիմեն պահպանում էր իր առօրյան, հերթափոխելով տների միջ, բայց Ռուբենը նկատում էր, որ նա գնալով ավելի անհարմար էր զգում առանձնատանը։ Նա քաղաքավարի մասնակցում էր իր ծրագրած միջոցառումներին, պատասխանում անցյալի մասին հարցերին, բայց նրանց միջ աճող հեռավորություն կար, որը ոչ մի ջանք կարծես թե չէր կարողանում կրճատել։ Տիկին Սիրանուշը, մյուս կողմից, ծաղկում էր դստեր հետ նորոգված հարաբերություններում։ Հռիփսիմեն ամեն հինգշաբթի այցելում էր մորը, նրանք ժամերով միասին պատրաստում էին, հին երաժշտություն լսում, ընտանեկան ալբոմներ թերթում։ Նրանց միջ կապն անկեղծ էր, ամրապնդվում էր յուրաքանչյուր հանդիպման հետ։ Տիկին Սիրանուշն արագ ընդունել էր, որ իր դուստրն այժմ այլ մարդ է, փոխանակ փորձելու վերականգնել անցյալը, նա կառուցում էր նոր հարաբերություն ներկայում։ Հռիփսիմեն այսօր ինձ սովորեցրեց շոկոլադե տորտ պատրաստել, որը սովորել է Հովակիմից, պատմեց տիկին Սիրանուշը Ռուբենին մի հինգշաբթի կեսօրին, երբ նա անցավ նրան տանելու։ Դա տարբերվում է այն բաղադրատոմսից, որը ես սովորաբար պատրաստում էի նրա համար, երբ երեխա էր, բայց համեղ է։ Նա երջանիկ է, Ռուբեն։ Իսկապես երջանիկ։ Ռուբենը լսում էր այս պատմությունները ուրախության տխրության խառնուրդով։ Ուրախ էր իմանալ, որ Հռիփսիմեն լավ է, բայց ցավում էր հասկանալ, որ այդ երջանկությունը իրեն չէր ներառում։ Ավելի վատ, սկսում էր ընդունել, որ գուցե երբեք չէր ներառել։ Երկրորդ շաբաթվա ուրբաթ առավոտյան Ռուբենը որոշեց այլ մոտեցում փորձել։ Փոխանակ Հռիփսիմեին տանելու այն վայրերը, որտեղ նրանք սովորաբար միասին էին լինում, ուզում էր նրան ցույց տալ տան այն տարածքները, որոնք գուցե ավելի խորը մտերիմ հիշողություններ արթնացնեին։
Հրիփսիմե, ասաց նա նախաճաշի ժամանակ, տան մի սենյակ կա, որը դու դեռ չես տեսել վերադառնալուցդ ի վեր։ Նա բարձրացրեց աչքերը ափսեից, հետաքրքրված։ Որը։ Ռուբենը տատանվեց։ Դա ռիսկ էր, բայց գուցե անհրաժեշտ էր։ Սենյակը, որը մենք պատրաստել էինք մեր ապագա երեխայի համար։ Հրիփսիմեի արտահայտությունը նրբորեն փոխվեց։ Դա ճանաչում չէր, բայց անհանգստության նման մի բան։ Մենք երեխա ենք ունեցել։ Ոչ։ Բայց փորձում էինք։ Եվ դու սկսել էիր սենյակ պատրաստել, եթե… Ռուբենը նախադասությունը չավարտեց։ Նա Հրիփսիմեին ուղեկցեց երկրորդ հարկի միջանցքով դեպի մի դուռ, որը փակ էր մնացել ավելի քան 1 տարի։ Երբ բացեց այն, նրանց դիմավորեց Բորբոսի փոշու հոտ։ Սենյակը ճիշտ այնպես էր, ինչպես Հրիփսիմեն թողել էր, բաց դեղին ներկված պատեր, կենտրոնում փայտե օրորոց, անկյունում կերակրման բազկաթոռ դարակներ, մանկական գրքերով փափուկ խաղալիքներով։ Հրիփսիմեն դանդաղ մտավ, կարծես սուրբ հողի վրա քայլեր։ Մատները սահեցրեց օրորոցի վրայով, վերցրեց մի փափուկ արջուկ, որը դրված էր գիշերասեղանի վրա։ Ես եմ սա զարդարել, հարցրեց նա սովորականից ավելի ցածր ձայնով։ Դու շաբաթներ շարունակ ընտրում էիր յուրաքանչյուր մանրուք։ Ուզում էիր, որ այն կատարյալ լինի, չեզոք, որովհետև ուզում էինք, որ անակնկալ լինի, թե տղա է, թե աղջիկ։ Հրիփսիմեն նստեց կերակրման բազկաթոռին, փակեց աչքերը։ Ռուբենը նրա դեմքին տեսավ կենտրոնացման արտահայտություն, կարծես նա լարվում էր հիշելու համար։ Նրա ձեռքերը բնազդաբար շարժվեցին դեպի որովայնը, մի ժեստ, որը նա ճանաչում էր հղիության ժամանակներից։ Ռուբեն, ասաց նա դողացող ձայնով, ես տարօրինակ բան եմ զգում այստեղ, ներսում։ Կարծես կարոտ լինի մի բանի, որը չգիտեմ ինչ է։ Ինչ պատահեց մեր երեխայի հետ։ Հարցը, որից Ռուբենը վախենում էր սենյակը ցույց տալու որոշում կայացնելուց ի վեր։ Նա գիտեր, որ վաղ թե ուշ պետք է պատմի, բայց դեռ պատրաստ չէր վերապրելու այդ սարսափելի օրերը։ Դու կորցրիր երեխային։ Հղիության 4-րդ ամսում։ Դա շատ դժվար էր քեզ համար։ Մեր երկուսի համար։ Հրիփսիմեն դանդաղ բացեց աչքերը ուղիղ նայեց նրան, կարծես կարողանար կարդալ ճշմարտությունը, գրված նրա դեմքին։ Երբ։ 3 շաբաթ առաջ, նախքան քո անհետանալը։ Հրիփսիմեն մատները սահեցրեց բազկաթոռի թերի վրայով, զգալով փափուկ գործվածքի հյուսվածքը, որը նա հատուկ ընտրել էր գիշերային օրորների համար։ Ինչպես էր։ Ես հիշում եմ ցավ։ Շատ ցավ։ Եվ քեզ, որ ասում էիր, թե ամեն ինչ լավ կլինի։ Ռուբենը դանդաղ մոտեցավ, կարծես նա վիրավոր կենդանի լիներ, որը կարող էր վախենալ։ Դա մի երկուշաբթի առավոտ էր։ Պատրաստվում էինք գնալ բժշկի, պլանային ուլտրաձայնային հետազոտության։ Դու ոգորված էիր, ուզում էիր իմանալ, թե արդյոք արդեն հնարավոր է տեսնել երեխայի սեռը։ Բայց երբ դու վեր կացար անկողնուցը։ Արյուն կար, ավարտեց Հրիփսիմեն գրեթե շշուկով։ Շատ արյուն։ Այո։ Ես քեզ վազելով տարա հիվանդանոց։ Դու սարսափած էիր, ասում էիր, որ սխալ բան ես արել, որ գուցե շատ։ Ես աշխատել, որ գուցե չպետք է գրեիր այդ ծանր գրքերը, երեխայի գրադարանը կազմակերպելու համար։ Հրիփսիմեն վեր կացավ բազկաթոռից քայլեց դեպի օրորոցը, ձեռքերը սահեցնելով փայտե ճաղերի վրայով։ Եվ բժիշկն ասաց, որ դա իմ մեղքը չէր։ Ասաց։ Բացատրեց, որ այդպիսի բաներ պատահում են, որ պտուղը ճիշտ չէր զարգանում։ Որ ոչինչ չկար, որ դու կարող էիր այլ կերպ անել։ Ռուբենը դադար տվեց, հիշելով իր սեփական ցավն այդ օրը։ Դու շաբաթներ շարունակ մեղադրում էիր ինքդ քեզ։ Հաջորդած լռությունը լի էր ցավալի հասկացողությամբ։ Խճանկարի կտորները վերջապես տեղավորվեցին։ Հրիփսիմեի անբացատրելի տխրությունը վերջին շաբաթներին, զգացմունքային հեռավորությունը, հանկարծակի լացերը, որոնց մասին նշել էր տիկին Սիրանուշը։ Ես հիշում եմ, շշնջաց Հրիփսիմեն, ձեռքերը որովայնին։ Ոչ հստակ, բայց հիշում եմ ցավը։ Ֆիզիկական զգացմունքային։ Հիշում եմ, որ այս սենյակում էի, նայում էի դատարկ օրորոցին զգում, կարծես աշխարհը վերջացել է։ Ռուբենը մոտեցավ նրան, ցանկանալով մխիթարել, բայց Հրիփսիմեն ձեռքը բարձրացրեց, որպեսզի նա կանգ առնի։ Ինչպես արձագանքեցիր դու, երբ մենք կորցրինք երեխային, հարցրեց նա։ Հարցը Ռուբենին անակնկալի բերեց։ Ես էլ էի տխուր, իհարկե։ Բայց փորձում էի ուժեղ լինել քեզ համար։
Ոչ, Հռիփսիմեն թափահարեց գլուխը։ Ինչպես իսկապես արձագանքեցիր։ Ռուբենը փորձեց հիշել այդ սարսափելի օրերը։ Հռիփսիմեն երեխային կորցրել էր մի երկուշաբթի առավոտյան։ Նրանք պատրաստվում էին գնալ բժշկի, պլանային ուլտրաձայնային հետազոտության, երբ նա սկսեց արյունահոսել։ Հիվանդանոցում բժիշկը հաստատեց այն, ինչ երկուսն էլ արդեն գիտեին, սրտի բաբախյուն այլս չկար։ Ես ասացի, որ կարող ենք նորից փորձել, վերջապես խոստովանեց Ռուբենը։ Ասացի, որ դու երիտասարդ ես, որ մենք այլ հնարավորություններ կունենանք։ Փորձում էի ստիպել քեզ նայել ապագային, փոխանակ մնալու այն բանում, ինչ կորցրել էինք։ Հռիփսիմեն նայում էր նրան մի արտահայտությամբ, որը նա չկարողացավ վերծանել։ Եվ երբ ես ասացի, որ չեմ ուզում այդքան շուտ նորից փորձել, որ ինձ ժամանակ է պետք կորուստը վերամշակելու համար։ Ռուբենը սեղմում զգաց կրծքում։ Նա հիշում էր այդ խոսակցությունը, բայց այն ժամանակ Հռիփսիմեի տատանումը մեկնաբանել էր որպես բնական վախ, մի բան, որը ժամանակի հետ կանցներ։ Ես ասացի, որ որքան շատ սպասենք, այնքան ավելի դժվար կլինի։ Որ տխրության լավագույն դեղը նոր հղիությունն է։ Եվ երբ ես փորձում էի խոսել իմ զգացմունքների մասին, թե ինչպես եմ ինձ դատարկ զգում, թե ինչպես եմ վախենում, որ ինչ-որ բան սխալ է ինձ հետ։ Յուրաքանչյուր հարց դանակի հարվածի պես էր։ Ռուբենն այժմ հիշում էր, ցավալի հստակությամբ, թե ինչպես էր նվազեցրել Հռիփսիմեի զգացմունքները, ինչպես էր փորձել արագացնել նրա բուժումը, ինչպես էր անհամբեր դարձել այն բանի նկատմամբ, որը համարում էր չափազանցված մելամաղձություն։ Ես կարծում էի, որ օգնում եմ, ասաց նա կոտրված ձայնով։ Կարծում էի, որ եթե դու դրա մասին չմտածես։ Դու ինձ թույլ չտվեցիր զգալ իմ ցավը, ավարտեց Հռիփսիմեն։ Դու ինձ թույլ չտվեցիր վերամշակել մեր երեխայի կորուստը։ Եվ երբ ես ամենաշատը քո կարիքն ունեի, դու անհանգստացած էիր առաջ շարժվելով։ Ռուբենը նստեց մանկասենյակի հատակին, ոտքերը դողում էին։ Հռիփսիմե, ես ցավում եմ։ Ես չգիտեի, չէի հասկանում։ Եվ դրա համար ես հեռացա, ասաց նա, ավելի շատ իր համար, քան նրա։ Ոչ գիտակցաբար, գուցե։ Բայց իմ մեջ ինչ-որ բան պետք է փախչեր մի տեղից, որտեղ իմ ցավը վավերական չէր, որտեղ իմ զգացմունքները կարևոր չէին։ Նրանք մի քանի րոպե լուռ մնացին, շրջապատված մի երազանքի հետքերով, որը երբեք չիրականացավ, որը գուցե նրանց ամուսնության վերջի սկիզբն էր։ Ռուբեն, վերջապես ասաց Հռիփսիմեն, վեր կենալով բազկաթոռից, պետք է գնամ։ Պետք է վերադառնամ տուն։ Սա քո տունն է, թույլ բողոքեց Ռուբենը։ Ոչ։ Տունն այնտեղ է, որտեղ մեզ ընդունում են այնպիսին, ինչպիսին կանք, որտեղ մեր զգացմունքները հարգվում են, որտեղ մեզ սիրում են ոչ միայն այն ժամանակ, երբ մենք հարմար ենք։ Հռիփսիմեն վերջին անգամ շուրջը նայեց սենյակին։ Սա այն Հռիփսիմեի տունն էր, որին դու ուզում էիր, որ ես լինեի։ Ոչ թե այն մարդու, որը ես իսկապես եմ։ Ռուբենը նրան հետեց մինչ գլխավոր ննջասենյակ, որտեղ Հռիփսիմեն արագ հավաքեց իրերը։ Նա վերցրեց միայն այն հագուստները, որոնք բերել էր Հովակի մի տնից, թողնելով հին զգեստապահարանի բոլոր թանկարժեք իրերը։ Խնդրում եմ, աղաչեց Ռուբենը, այսպես մի գնա։ Կարող ենք խոսել, կարող ենք փորձել ավելի լավ հասկանալը։ Ռուբեն, դու 3 օր փորձում էիր ինձ համոզել լինել մեկը, ով ես այլս չեմ։ Եվ հիմա, երբ մենք պարզեցինք, թե ինչու էի ես ստիպված եղել առաջին անգամ հեռանալ, դու դեռ ուզում ես, որ ես մնամ։ Հռիփսիմեն վճռականորեն փակեց ճամպրուկը։ Ես չեմ կարող ապրել մի հարաբերության մեջ, որտեղ իմ իսկությունն ընկալվում է որպես լուծման ենթակա խնդիր։ Երբ հասան Մալաթիա Սեբաստիայի տուն, Իզաբելլան վազեց գրկելու Հռիփսիմեին, կարծես նա ամիսներով բացակայած լիներ, ոչ թե ընդամենը 3 օր։ Հովակիմը ավտոտնակում էր, ինչպես միշտ, բայց Ռուբենը նկատեց, որ նա տեսանելիորեն թեթացավ, տեսնելով Հռիփսիմեին վերադարձած։ Հայրիկ, մայրիկ Հռիփսին վերադարձավ։ Նա բերել է այն տիկնիկները, որոնք հորեղբայր Ռուբենը տվեց, բղավեց Իզաբելլան, Հռիփսիմեին ձեռքից քաշելով դեպի տուն։ Ռուբենը դիտում էր տեսարանը սեղմված սրտով։ Այն հեշտությունը, որով Հռիփսիմեն տեղավորվում էր այդ ընտանեկան դինամիկայում, այն անկեղծ ժպիտը, որը հայտնվում էր նրա դեմքին, երբ նա այդ մարդկանց հետ էր, այն ձև, որով նա թուլացնում էր ուսերը, հենց որ ոտք էր դնում այդ պարզ տուն։ Հովակիմը մոտեցավ, ձեռքերը սրբելով լաթով, ինչպես միշտ։ Ամեն ինչ կարգին է, հարցրեց նա, նայելով Հռիփսիմեից Ռուբենին։ Հիմա այո, պատասխանեց Հռիփսիմեն, Ռուբենը հասկացավ, որ դա ճիշտ էր։ Նա իսկապես ավելի լավ էր այնտեղ, նրանց հետ։
Հովակիմ, ասաց Ռուբենը, քաջություն հավաքելով մի խոսակցության համար, որը շաբաթներ շարունակ հետաձգում էր, կարող ենք խոսել։ Առանձին։ Երկու տղամարդիկ քայլեցին դեպի ավտոտնակի փոքրիկ ինքնաշեն արհեստանոցը։ Հին գործիքների մոտոցիկլետի մասերի մեջ նրանք վերջապես ունեցան այն խոսակցությունը, որը երկուսն էլ գիտեին, որ անհրաժեշտ է։ Յուղի մետաղի հոտը հակադրվում էր պահի զգացմունքային լարվածությանը։ Ռուբենը դիտում էր Հովակիմին, որը դասավորում էր մի քանի բանալիներ աշխատասեղանին, նկատելով, որ տղամարդու շարժումները նյարդայնությունը հաղթահարելու միջոց էին։ Դու սիրում ես նրան, ուղղակի հարցրեց Ռուբենը, առանց շրջանցելու։ Հովակիմը դադարեց դասավորել գործիքները, ուղիղ նայեց Ռուբենի աչքերին։ Այո։ Խորապես։ Որքան ժամանակ է։ Առաջին օրվանից, երբ նա ժպտաց Իզաբելլային։ Այն պահից, երբ տեսավ, թե ինչպես նա խնամեց իմ դստերը, երբ նույնիսկ չէր հիշում, թե ով է ինքը։ Հովակիմը հենվեց աշխատասեղանին, զգուշորեն ընտրելով բառերը։ Գիտես, Ռուբեն, երբ Ռիփսին այստեղ եկավ, նա կոտրված էր։ Ոչ միայն ամնեզիայի պատճառով, այլ նրա մեջ մի խորը տխրություն կար, կարծես նրա հոգու մի մասը վիրավորված լիներ վթարից շատ առաջ։ Ռուբենը դժվարությամբ կուլ տվեց։ Ինչպիսի։ Տխրություն։ Այն տեսակը, որը գալիս է, երբ մեկը երկար ժամանակ ձացրել է լինել այն, ինչ չէ։ Նա լաց էր լինում քնի մեջ, երբեմն։ Եվ քնած խոսում էր դատարկություն զգալու, չիմանալու, թե ով է ինքն իրականում։ Հովակիմը սրբեց ձեռքերը լաթով, մի սովորություն, որը Ռուբենն արդեն նկատել էր, որ նա անում է, երբ մտած գոտ է։ Բայց քիչ-քիչ, այստեղ ապրելով, պարզապես ընդունվելով այնպիսին, ինչպիսին կար, այդ տխրությունն անցավ։ Նա ծաղկեց, գիտես։ Ինչպես մի բույս, որը վերջապես ստացավ ճիշտ լույսը։ Ռուբենը սեղմում զգաց կրծքում։ Եվ դու երբեք չփորձեցիր օգտվել նրա խոցելիությունից։ Երբեք։ Պատասխանը եկավ արագ հաստատուն։ Ես առաջարկեցի ապաստան, խնամք, հարգանք։ Երբեք ոչ մի բանի համար չեմ ճնշել։ Երբ հասկացա, որ սիրահարվում եմ, շատ զգույշ էի, որպեսզի չազդեմ նրա որոշումների վրա։ Իզաբելլային մայրական կերպար էր պետք, Ռիփսին բնականորեն ստանձնեց այդ դերը։ Իմ զգացմունքները հետո եկան, որպես հետանք այն բանի, ինչ տեսա, մի առատաձեռն, հոգատար, իսկական կին։ Իսկ նա փոխադարձում է։ Հովակիմը նայեց ավտոտնակի կեղտոտ պատուհանից, որտեղից կարող էին տեսնել Հռիփսիմեին, որը խաղում էր Իզաբելլայի հետ փոքրիկ բակում։ Կեսօրվա արը ոսկեգույն լուսապսակ էր ստեղծել նրանց շուրջ։ Անկեղծ ասած, չգիտեմ։ Նա ջերմություն ունի իմ նկատմամբ, դա պարզ է։ Հոգ է տանում իմ մասին, երբ հիվանդ եմ, ժպտում է, երբ տուն եմ գալիս դժվար օրվանից հետո, սեր է ցուցաբերում բազմաթիվ փոքր նշանակալի ձերով։ Եվ պաշտում է Իզաբելլային, կարծես նա իր արյունակից դուստրը լինի։ Նա դադար տվեց, ձեռքը տանելով ալեխառն մազերի միջով։ Բայց թե դա ռոմանտիկ սեր է, դա միայն նա կարող է ասել։ Եվ ես երբեք ուղղակի չեմ հարցրել, որովհետև չեմ ուզում նրան ճնշել։ Ռուբենը հիացավ տղամարդու ազնվությամբ, համբերությամբ։ Ինչպես ես կարողանում ապրել այդ անորոշության հետ։ Որովհետև այն, ինչ մենք ունենք, արդեն ավելին է, քան ես երբեք երազել եմ ունենալ կյանքում։ Իզաբելլան երջանիկ է, ունի մայր, որն իրեն սիրում է։ Ես ունեմ ընկերուհի, որը խաղաղություն, ուրախություն է բերում մեր տուն։ Եթե մի օր նա որոշի, որ ավելին է ուզում, կամ այլ բան, ես կհարգեմ։ Չեմ փորձի նրան պահել։ Եթե նա ընտրի մնալ քեզ հետ, կընդունես, որ գուցե նրա սրտի մի մասը միշտ պատկանի այն անցյալին, որը նա կորցրել է։ Հարցը զարմացրեց Հովակիմին։ Դա առատաձեռն ցավալի էր մի նույն ժամանակ, գալով այն մարդուց, որը կորցնում էր իր սիրելի կնոջը։ Ռուբեն, եթե նա ընտրի մնալ ինձ հետ, դա կլինի, որովհետև նա ուզում է լինել այստեղ, ներկայում, նոր բան կառուցելով։ Անցյալը, որը նա կորցրել է, ներառում է ցավ, վնասվածք, իր իսկ մի տարբերակ, որը գուցե երբեք լիովին երջանիկ չի եղել։ Եթե նրա սրտի որեմաս դեռ սեր է կրում նրա հանդեպ, ով դու էիր նրա համար, ես դա կընդունեմ։ Բայց ես չեմ մրցելու ուրվականների հետ։ Եվ դու էլ չպետք է։ Ռուբենը հասկացավ, որ վերջին 10 րոպեի ընթացքում Հովակիմից ավելի շատ բան է սովորել հարաբերությունների մասին, քան ամուսնության տարիների ընթացքում։ Դու ինձանից լավ մարդ ես, խոստովանեց նա։ Ես ավելի լավը չեմ։ Պարզապես սովորել եմ, որ իսկական սերը սեփականություն չէ, այլ ազատություն։
Հռիփսին ինձ դա սովորեցրեց։ Երբ վերադարձան տուն, գտան Հռիփսիմեին խոհանոցում Իզաբելլայի հետ ընթրիք պատրաստելիս։ Դա պարզ տնային տեսարան էր, բայց այնպիսի խաղաղություն էր ճառագում, որը Ռուբենը երբեք չէր զգացել իր շքեղ առանձնատանը։ «Ռուբեն», կանչեց Հռիփսիմեն, «կուզես մեզ հետ ընթրել»։ Դա խորհրդանշական հրավեր էր։ Ռուբենն ընդունեց, առաջին անգամ նստեց խոհանոցի պարզ սեղանի շուրջ որպես հյուր Հռիփսիմեի նոր կյանքում, ոչ թե որպես մեկը, որը փորձում է իրավունքներ հայտարարել նրա նկատմամբ։ Ընթրիքի ընթացքում Իզաբելլան պատմեց դպրոցի այն նկարների մասին, որոնք նկարում էր զարդարելու իր մայրիկ Հռիփսիի սենյակը։ Հովակիմը խոսեց մի հին մեքենայի մասին, որը վերականգնում էր։ Հռիփսիմեն կիսվեց մորն այցելությունների պատմություններով, այն բաղադրատոմսերով, որոնք սովորում էր, այն գրքերով, որոնք կարդում էր։ Ռուբենը հասկացավ, որ առաջին անգամ վերամիավորումից հետո նա իսկապես ճանաչում էր, թե ով է դարձել Հռիփսիմեն։ Ոչ թե այն Հռիփսիմեն, որին նա հիշում էր, ոչ թե այն Հռիփսիմեն, որին ուզում էր վերականգնել, այլ Հռիփսին, մի կին, որը ուրախություն էր գտել պարզ բաների մեջ, որը բացահայտել էր մայրական սերը, որը գուցե երբեք չգիտեր, որ ուներ, որը սովորել էր արտահայտել իր զգացմունքներն առանց դատապարտվելու վախի։ Ընթրիքից հետո, մինչ Հռիփսիմեն Իզաբելլային քնեցնում էր, Ռուբենն ու Հովակիմը մնացին փոքրիկ հյուրասենյակում, սուրճ խմելով, խոսելով ֆուտբոլից, աշխատանքից, առօրյա կյանքից։ Տարօրինակ էր, բայց Ռուբենն իրեն ավելի հանգիստ էր զգում այդ տանը, քան ամիսներ շարունակ։ Երբ Հռիփսիմեն իջավ Իզաբելլային քնեցնելուց հետո, նա նստեց բազմոցին երկու տղամարդկանց միջ մի հայտարարություն արեց, որը ոչ ոք չէր սպասում։ Ուզում եմ, որ երկուստ էլ իմանաք, որ ես որոշում եմ կայացրել, թե ինչպես եմ ուզում կազմակերպել իմ կյանքը այսուհետ։ Ռուբենը զգաց, որ սիրտը սկսեց արագ բաբախել։ Սա այն պահն էր, որից նա վախենում էր սպասում հավասարապես։ Ես ուզում եմ շարունակել ապրել այստեղ, Հովակիմի Իզաբելլայի հետ։ Սա իմ տունն է, սա իմ ընտանիքն է։ Նա նայեց Ռուբենին, նախքան շարունակելը։ Բայց ես նա ուզում եմ հարաբերություններ պահպանել քեզ իմ մոր հետ։ Ոչ թե որպես նախկին ամուսին, նախկին կին, որոնք փորձում են վերստեղծել անցյալը, այլ որպես մարդիկ, որոնք հոգ են տանում միմյանց մասին, որոնք կիսում են մի պատմություն։ Ռուբենը փորձեց ընկալել, թե ինչ էր նա ասում։ Դա այն հաշտեցումը չէր, որին նա սպասում էր, բայց նա այն ամբողջական խզումը չէր, որից նա վախենում էր։ Ինչ է դա նշանակում կոնկրետ, հարցրեց նա։ Նշանակում է, որ դու միշտ ողջունելի կլինես այստեղ։ Նշանակում է, որ ես ուզում եմ, որ դու ճանաչես այն մարդուն, որը ես հիմա եմ, որ ես ուզում եմ ճանաչել այն մարդուն, որը դու կարող ես լինել, երբ չես փորձում վերականգնել մի բան, որն արդեն անցել է։ Հռիփսիմեն դադար տվեց, նայելով նրա աչքերին։ Նշանակում է, որ մենք կփորձենք կառուցել հարաբերվելու նորց, հիմնված նրա վրա, թե ով ենք մենք այսօր, ոչ թե ով էինք երեկ։ Հովակիմը լուռ էր մնացել ամբողջ հայտարարության ընթացքում, բայց Ռուբենը նրա դեմքին տեսավ խաղաղության ընդունման արտահայտություն։ Իսկ մենք, հարցրեց Ռուբենը, անորոշ ժեստ անելով իր Հռիփսիմեի միջ։ Այլս մենք չկա ռոմանտիկ իմաստով, ասաց Հռիփսիմեն մեղմ, բայց հաստատուն։ Մեր պատմության այդ մասն ավարտվեց, երբ Հռիփսիմեն, որին դու ճանաչում էիր, անհետացավ։ Բայց կարող է լինել կապի նորց, եթե դու պատրաստ ես ընդունել։ Ռուբենը զգաց, որ արցունքներն այրում են աչքերի հետում։ Դա այն չէր, ինչի մասին նա երազել էր այդ բոլոր փնտրտուքի ամիսների ընթացքում, բայց գուցե ավելի լավ էր, քան Հռիփսիմեին ամբողջությամբ կորցնելը։ Իսկ դո՞, հարցրեց նա Հովակիմին։ Ինչպես ես զգում այս ամենի վերաբերյալ։ Հովակիմը նայեց Հռիփսիմեին այնքան սիրով աչքերում, որ Ռուբենը միաժամանակ նախանձի հիացմունքի խայտ զգաց։ Հռիփսին ազատ կին է, իր սեփական ընտրությունները կատարելու համար, ասաց Հովակիմը։ Եթե նա ընտրի բաժանել իր ժամանակը ջերմությունը մի քանի մարդկանց միջ, որոնք իրեն սիրում են, ես կարող եմ միայն ինձ բախտավոր զգալ, որ նրանցից մեկն եմ։ Հռիփսիմեն ժպտաց վերցրեց Հովակիմի ձեռքը, Ռուբենն այդ պարզ ժեստի մեջ ավելի շատ մտերմություն կապ տեսավ, քան ինքն ու Հռիփսիմեն կիսել էին իրենց ամուսնության վերջին տարիներին։ Ռուբեն, ասաց Հռիփսիմեն, դու պետք է որոշես, թե արդյոք կարող ես ընդունել սա։ Արդյոք կարող ես ինձ սիրել որպես ընկեր, որպես ընտանիք, առանց սպասելու, որ ես նորից դառնամ քո կինը։ Որովհետև ես հետ չեմ դառնալու։ Ռուբենը շուրջը նայեց պարզ սենյակին, այն կնոջը, որին սիրել կորցրել էր, այն տղամարդուն, որը նրան գտել ընդունել էր, այն աղջկա լուսանկարներին, որն այժմ Հռիփսիմեին մայր էր կոչում։
Դա այնքան տարբեր էր այն ամենից, ինչ նա ծրագրել էր իր կյանքի համար, բայց այնտեղ մի իսկություն կար, որն իր նախկին կյանքը երբեք չէր ունեցել։ Կարող եմ երբեմն այցելել ձեզ։ Ավելի լավ ճանաչել, թե ովքեր եք դուք որպես ընտանիք։ Միշտ, պատասխանեց Հռիփսիմեն առանց տատանվելու։ Բայց միայն եթե խոստանաս, որ չես փորձի ինձ փոխել, չես փորձի ինձ համոզել վերադառնալ, չես մրցի այն բանի հետ, ինչ մենք կառուցել ենք այստեղ։ Ռուբենը խորը շունչ քաշեց։ Դա առատաձեռն առաջարկ էր, հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի էր ունեցել։ Նա կարող էր շարունակել Հռիփսիմեի կյանքի մի մասը լինել, թեկուզ բոլորովին այլ ձով, քան պատկերացրել էր։ Ընդունում եմ, ասաց նա, ամիսների մեջ առաջին անգամ իրեն խաղաղ զգաց մի որոշման հետ։ Այդ գիշեր Ռուբենը վերադարձավ իր դատարկ առանձնատուն մի սրտով, որը կոտրված էր, բայց նա ինչ-որ կերպ բուժված։ Հռիփսիմեն ողջ էր, երջանիկ էր, ապահով էր։ Եվ գուցե, միայն գուցե, նրանք կարողանային նոր բան կառուցել կորցրածի ավերակների վրա։ Նա չէր վերականգնել իր կնոջը, բայց գուցե ձեռք էր բերել մի բան, որն էլ ավելի արժեքավոր էր, հնարավորություն իսկապես ճանաչելու այն մարդուն, որը դարձել էր Հռիփսիմեն, բացահայտելու, թե ով կարող էր ինքը դառնալ, երբ դադարեր ապրել անցյալով, սկսեր ընդունել ներկան։ 6 ամիս անցավ այն վճռորոշ գիշերվանից Մալաթիա Սեբաստիայի տանը, կյանքը նոր ռիթմ էր գտել բոլոր ներգրավվածների համար։ Ռուբենը վաճառել էր կենտրոնի առանձնատունը տեղափոխվել ավելի փոքր ու հարմարավետ բնակարան Արաբկիրում, տիկին Սիրանուշի մոտ։ Որոշումը զարմացրել էր բոլորին, ներառյալ իրեն, բայց իմաստ ուներ մի ձով, որը նա դեռ սովորում էր հասկանալ։ Արոտ շաբաթ առավոտ էր, երբ Ռուբենը կայանեց մեքենան այն ծանոթ տան դիմաց, որն արդեն անգիր գիտեր։ Վերջին ամիսներին այս այցելությունները դարձել էին նրա առօրյայի մի մասը։ Ոչ թե որպես կորցրած կնոջը վերականգնել փորձող հուսահատ ամուսին, այլ որպես մեկը, որն անկեղծորեն հետաքրքրված էր լինելու այն մարդկանց առօրյա կյանքի մի մասը, որոնց Հռիփսիմեն այժմ ընտանիք էր կոչում։ Հովակիմը նրան դիմավորեց դռան մոտ գլխի շարժումով, ձեռքերն արդեն յուղոտ, թե առավոտյան ընդամենը 9 էր։ Ռուբեն, շուտ ես եկել այսօր։ Հռիփսին ու Իզաբելլան դեռ նրբաբլիթներ են պատրաստում։ Տպավորիչ էր, թե ինչպես էր զարգացել երկու տղամարդկանց հարաբերությունը։ Այն, ինչ սկսվել էր որպես տարածքային լարվածություն, վերածվել էր անկեղծ ընկերության, որը կառուցված էր փոխադարձ հարգանքի Հռիփսիմեի ու Իզաբելլայի նկատմամբ ընդհանուր սիրո վրա։ Ռուբենը վերջին ամիսներին շատ բան էր սովորել մեխանիկայից, օգնելով Հովակիմին հին մեքենաների վերականգնման հարցում հանգստյան օրերին։ Փոխարենը, նա օգնել էր Հովակիմին կազմակերպել փոքր արհեստանոցի ֆինանսները, նույնիսկ մի քանի նոր հաճախորդ էր գտել իր գործնական կապերի միջոցով։ Այսօր ինչ եք վերականգնում, հարցրեց Ռուբենը, հետելով Հովակիմին դեպի ավտոտնակ։ Այն 1978 թվականի Ժիգուլին, որը եկավ անցյալ շաբաթ։ Տերը ուզում է անակնկալ մատուցել դստերը, որը համալսարանն է ավարտում։ Հովակիմը բացեց մի բաց կապույտ մեքենայի ծածկոցը, որի շարժիչը լրիվ քանդված էր։ Կուզես մի նայել։ Քո ձեռքերն իմից մաքուր են։ Ռուբենը ժպտաց թքերը ծալեց։ Ձեռքերով աշխատելու մեջ ինչ-որ թերապևտիկ բան կար, ինչ-որ կոտրված բան վերանորոգելու, տեսնելու, թե ինչպես է այն վերակենդանանում։ Դա շատ տարբեր էր այն վերացական շինարարական աշխատանքից, որը նա տարիներ շարունակ անում էր։ Հայրիկ, հորեղբայր Ռուբեն։ Իզաբելլան վազելով եկավ խոհանոցից, բերանը ջեմով կեղտոտված պայծառ ժպիտով։ Վերջին ամիսներին նա բնականորեն սկսել էր Ռուբենին հորեղբայր կոչել, առանց որևէ մեկի առաջարկի։ Ռուբենի համար այդ պարզ տիտղոսն ավելին էր նշանակում, քան ցանկացած գործնական պայմանագիր, որը նա երբեք ստորագրել էր։ Ողջույն, արքայադուստր։ Ինչպես են նրբաբլիթները։ Մայրիկ Հռիփսին ասաց, որ դու կարող ես մեզ հետ ուտել, բայց պետք է նախ ձեռքերդ լվանաս, որովհետև դրանք մեքենայից կեղտոտ են։ Ռուբենը ծիծաղեց։ Մայրիկ Հռիփսին ճիշտ է, ինչպես միշտ։ Հռիփսիմեին խոհանոցում գտնելը դեռ հուզմունքի խայթ էր պատճառում Ռուբենին, բայց դա այլ հուզմունք էր հիմա։ Ոչ թե կորստի հուսահատ ցավը, այլ ավելի շատ երախտագիտության նման մի բան։ Երախտագիտություն, որ նա լավ է, որ երջանիկ է, որ ինքը կարող է լինել այդ երջանկության մի մասը նոր ձով։ Բարի լույս, Ռուբեն, ասաց Հռիփսիմեն, վառարանից շրջվելով թիակը ձեռքին։ Նա կրում էր ծաղկավոր գոգնոց, որը տիկին Սիրանուշն էր նվիրել, քթին ալյուր կար։ Հուսով եմ քաղցած ես, որովհետև Իզաբելլան պնդեց, որ մի ամբողջ բանակի համար նրբաբլիթներ պատրաստենք։
Ես միշտ քաղցած եմ քո նրբաբլիթների համար, պատասխանեց Ռուբենը, հասկացավ, որ դա ճիշտ է։ Հրիփսիմեի պատրաստած տնական ուտելիքը տան համ ուներ, որը նա երբեք չէր զգացել։ Նախաճաշի ընթացքում Իզաբելլան պատմեց գիտական նախագծի մասին, որը պատրաստում էր դպրոցի համար, ջրի շրջապտույտի մասին։ Հրիփսիմեն խոսեց խոհարարական դասընթացի մասին, որը սկսել էր Հարան տեխնիկումում, մի երազանք, որը բացահայտել էր վերջերս։ Հովակիմը մեկնաբանեց արհեստանոցի մասին, որն այնքան լավ էր գնում, որ նա մտածում էր օգնական վարձելու մասին։ Իսկ դու, Ռուբեն, հարցրեց Հրիփսիմեն մեկ նրբաբլիթ դնելով նրա ափսեի մեջ։ Ինչպես են գործերն աշխատավայրում։ Ռուբենը կտրուկ կրճատել էր իր ժամերը ընկերությունում, ավելի շատ պարտականություններ պատվիրակելով իր թիմին կենտրոնանալով միայն այն նախագծերի վրա, որոնք իրեն իսկապես հետաքրքրում էին։ Իրականում, ես նորություն ունեմ։ Որոշել եմ նոր նախագիծ սկսել։ Նա պատմեց այն գաղափարի մասին, որը շաբաթներ շարունակ հասունանում էր։ Օգտագործել իր փորձը շինարարության մեջ, ծայրամասային թաղամասերում որակյալ սոցիալական բնակարանաշինություն զարգացնելու համար։ Դա մի նախագիծ էր, որը համատեղում էր սոցիալական պատասխանատվությունը տնտեսական կենսունակության հետ, մի բան, որն իրական նպատակ կտար իր աշխատանքին։ Ինչքան հիանալի է, Ռուբեն, ասաց Հրիփսիմեն, աչքերը փայլում էին անկեղծ ոգորությունից։ Դու միշտ լավ էիր գեղեցիկ բաներ կառուցելու մեջ։ Հիմա կկառուցես գեղեցիկ բաներ, որոնք նա տարբերություն կբերեն մարդկանց կյանքում։ Դա այնպիսի աջակցություն էր, որը Ռուբենը երբեք չէր ստացել նրանից ամուսնության ընթացքում, նա հասկացավ, որ դա այն պատճառով էր, որ հիմա նա իրեն իսկապես տեսնում էր այնպիսին, ինչպիսին կար, ոչ թե հաջողակ ամուսնու իդեալականացված տարբերակը, որը նա փորձում էր լինել նախկինում։ Նախաճաշից հետո մինչ Հովակիմը վերադարձավ ավտոտնակ, իսկ Իզաբելլան դուրս եկավ Հարանների հետ խաղալու, Ռուբենն ու Հրիփսիմեն մնացին խոհանոցում, միասին լվանալով սպասքը։ Դա պարզ գործունեություն էր, որը նրանք մշակել էին ամիսների ընթացքում, հանգիստ զրույցի պահ, որը միշտ նրանց մտերմացնում էր։ Ռուբեն, ասաց Հրիփսիմեն, չորացնելով մի ափսե, կարող եմ քեզ մի բան հարցնել։ Իհարկե։ Դու երջանիկ ես։ Այսինքն քո կյանքով, ինչպիսին այն հիմա է։ Դա մի հարց էր, որը նա ժամանակ առ ժամանակ տալիս էր, Ռուբենը գիտեր, որ դա բխում էր անկեղծ անհանգստությունից։ Հրիփսիմեն իրեն պատասխանատու էր զգում այն կյանքը քանդելու համար, որը նա ծրագրել էր, թե նա արդեն բազմիցս բացատրել էր, որ նա իրականում ազատել էր իրեն մի կյանքից, որն իրականում իրենը չէր։ Ես ավելի երջանիկ եմ, քան երբեք պատկերացրել էի, որ կարող եմ լինել քեզ կորցնելուց հետո, անկեղծորեն պատասխանեց Ռուբենը։ Ոչ այն ձով, որով սպասում էի, ոչ այն ձով, որով ծրագրել էի։ Բայց այո, ես երջանիկ եմ։ Հրիփսիմեն ժպտաց, Ռուբենն այդ ժպիտի մեջ մի խաղաղություն տեսավ, որը նա երբեք չէր ցուցաբերել ամուսնության ընթացքում։ Երբեմն ես ինձ մեղավոր եմ զգում նա այդքան երջանիկ լինելու համար։ Կարծես իրավունք չունեմ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Հրիփսիմե, Ռուբենը դադարեց լվանալ, սպասքը շրջվեց, ուղիղ նայելու նրան, դու արժանի ես աշխարհի բոլոր երջանկությանը։ Եվ այն, ինչ մենք հիմա ունենք, ավելի լավ է, քան այն, ինչ ունեինք նախկինում։ Դա իրական է։ Այդ պահին տիկին Սիրանուշը եկավ կիրակնօրյա ճաշի, մի ավանդույթ, որը բնականորեն հաստատվել էր վերջին ամիսներին։ Նա միշտ բերում էր տնական աղանդեր պատմություններ շենքի հարանների մասին, որոնք զվարճացնում էին բոլորին։ Ռուբեն, սիրելիս, ողջունեց նա, համբուրելով նրա այտը։ Ինչպես է մեր սոցիալական գործարարը։ Տիկին Սիրանուշը հարմարվել էր նոր ընտանեկան կառուցվածքին մի իմաստությամբ առատաձեռնությամբ, որը տպավորում էր բոլորին։ Նա Ռուբենին վերաբերվում էր որպես որդու, Հովակիմին, որպես սիրելի Փեսայի, Իզաբելլային, որպես թոռնուհու, որը երբեք չէր ունեցել։ Նրա համար ընտանիքը սահմանվում էր ոչ թե փաստաթղթերով կամ ավանդույթներով, այլ սիրով ներկայությամբ։ Ճաշի ընթացքում, որը պատրաստվել էր 6 ձեռքով փոքրիկ խոհանոցում, նրանք խոսեցին շաբաթվա ծրագրերի մասին։ Իզաբելլան հինգշաբթի օրը դպրոցում ներկայացում ուներ, ուզում էր, որ բոլորը ներկա լինեն։ Հրիփսիմեն հանդիպում էր նշանակել խոհարարական դասընթացի համակարգողի հետ, քննարկելու ռեստորաններում պրակտիկա անցնելու հնարավորությունը։ Հովակիմը ոգորված էր, քանի որ անցյալ շաբաթվա Ժիգուլին պատրաստ էր, տերը երկուշաբթի օրը կգար տանելու։ Իսկ հաջորդ շաբաթ օրը հայտարարեց տիկին Սիրանուշը, ուզում եմ, որ բոլորդ գաք իմ բնակարան։ Ես կպատրաստեմ այն լազանյան, որը Հրիփսիմեն պաշտում էր, երբ երեխա էր։ Ուզում եմ տեսնել, թե արդյոք նա դեռ սիրում է։
Տպավորիչ էր, թե ինչպես էր տիկին Սիրանուշը կարողանում կապի պահեր ստեղծել Հռիփսիմեի անցյալի ներկայի մեջ, առանց հիշողություններ պարտադրելու կամ ճնշում ստեղծելու։ Նա ինտուիտիվ կերպով հասկացել էր, որ դստեր նոր կյանքը չէր ջնջում նախորդ պատմությունը, բայց նա պետք չէր սահմանափակվեր դրանով։ Ճաշից հետո, մինչ մեծահասակները սուրճ էին խմում փոքրիկ հյուրասենյակում, Իզաբելլան բերեց մի լուսանկարների ալբոմ, որն ինքն էր հավաքում։ Դրանք վերջին 6 ամսվա նոր լուսանկարներ էին, որոնք ցույց էին տալիս իրենց կառուցած ընտանիքի զարգացումը։ Ռուբենը հայտնվում էր դրանցից շատերում, օգնելով Հովակիմին ավտոտնակում, խաղալով Իզաբելլայի հետ այգում, զրուցելով Հռիփսիմեի հետ խոհանոցում, ծիծաղելով տիկին Սիրանուշի հետ կիրակնօրյա ճաշերի ժամանակ։ Նայիր սրան, հորեղբայր Ռուբեն, Իզաբելլան ցույց տվեց մի լուսանկար, որտեղ Ռուբենը սովորեցնում էր նրան օգտագործել բանալի, երկուսն էլ կենտրոնացած արտահայտություններով։ Մայրիկ Ռիփսին ասաց, որ դու ոչինչ չգիտեիր մեխանիկայից, երբ այստեղ եկար, բայց հիմա արդեն կարող ես ինքնուրույն անիվ փոխել։ Ռուբենը ծիծաղեց, հիշելով, թե որքան անփորձ էր գործիքների հետ սկզբում։ Ճիշտ է։ Հայրիկ Հովակիմը շատ համբերատար ուսուցիչ է։ Իսկ սրան նայիր, Իզաբելլան թերթեց էջը, ցույց տալով Հռիփսիմեի ծննդյան տարեդարձի լուսանկարը անցյալ ամիս։ Ռուբենը պարզ անակնկալ էր կազմակերպել տան բակում, թթենու ծառից կախված ամանորյա լույսերով տորթով, որը տիկին Սիրանուշն էր պատրաստել։ Հռիփսիմեն լուսանկարում ծիծաղում էր, շրջապատված իր սիրելի մարդկանցով, մաքուր երջանկության արտահայտությամբ, որը Ռուբենը երբեք չէր տեսել ամուսնության տարիների ընթացքում։ Սա իմ սիրելի լուսանկարն է, ասաց Հռիփսիմեն, վերցնելով ալբոմը։ Որովհետև այն ցույց է տալիս, թե ինչպես սերը կարող է բազմաթիվ տարբեր ձեր ունենալ։ Ռուբենը նորից նայեց լուսանկարին, հասկացավ, որ նա ճիշտ է։ Այնտեղ 5 մարդ էին, որոնք սիրում էին միմյանց բոլորովին տարբեր ձերով, մայրական սերը Հռիփսիմեի Իզաբելլայի մեջ, զուսպ, բայց խորը ռոմանտիկ սերը Հռիփսիմեի Հովակիմի մեջ, նորոգված դուստրական սերը Հռիփսիմեի տիկին Սիրանուշի մեջ, հավատարիմ ընկերական սերը, որն աճել էր Ռուբենի Հովակիմի մեջ, փոխակերպված, բայց իսկական սերը, որը դեռ գոյություն ուներ Ռուբենի Հռիփսիմեի մեջ։ Ռուբեն, ասաց Հովակիմը, ես քեզ համար առաջարկ ունեմ։ Բոլորը նայեցին նրան, հետաքրքրված։ Հովակիմը դրամատիկ հայտարարություններ անողներից չէր։ Արհեստանոցն աճում է, ինձ պետք է մեկը, որը կզբաղվի վարչական մասով։ Մեկը, որը հասկանում է բիզնեսից, որը գիտի գործ ունենալ մատակարարների հետ, որը կարող է օգնել ինձ կազմակերպված կերպով ընդլայնվել։ Նա դադար տվեց, նայելով Ռուբենին։ Ես բարեգործություն չեմ առաջարկում։ Ես առաջարկում եմ գործընկերություն։ Դու կմտնես կապիտալով, գործարար գիտելիքներով, ես տեխնիկական փորձով հաստատված հաճախորդներով։ Ռուբենը զարմացավ։ Դա բոլորովին անսպասելի առաջարկ էր, բայց իմաստ ուներ մի ձով, որը նա նախկինում չէր դիտարկել։ Վստահ ես դրանում, Հովակիմ։ Բացարձակապես։ Ես արդեն խոսել եմ Ռիփսիի հետ այս մասին։ Նա կարծում է, որ հիանալի կլինի, եթե մենք պաշտոնապես միասին աշխատենք, փոխանակ դու ինձ պարզապես ոչ պաշտոնական կերպով օգնես հանգստյան օրերին։ Հռիփսիմեն գլխով արեց, ժպտալով։ Կարծում եմ, դուք լավ թիմ կլինեիք։ Եվ լավ կլիներ Իզաբելլայի համար, որ դու ավելի հաճախ լինեիր մոտակայքում շաբաթվա ընթացքում։ Ռուբենը շուրջը նայեց սեղանին, այս մարդկանց, որոնք դարձել էին իր ընտանիքը մի ձով, որը նա երբեք չէր պատկերացրել։ Հովակիմի առաջարկը ավելին էր ներկայացնում, քան գործնական հնարավորություն։ Դա հրավեր էր, ել ավելի խորը ինտեգրվելու այն կյանքին, որը նրանք միասին կառուցում էին։ Ընդունում եմ, ասաց նա, ձեռքը մեկնելով Հովակիմին։ Բայց մի պայմանով։ Որը։ Ուզում եմ, որ շահույթի մի մասը ուղղվի Իզաբելլայի համար նախատեսված հիմնադրամին։ Նրա համալսարանի, նրա երազանքների, այն ամենի համար, ինչ նա կուզենա անել ապագայում։ Հովակիմը ամուր սեղմեց նրա ձեռքը, Ռուբենը արցունքներ տեսավ այն մարդու աչքերում, որը դարձել էր շատ ավելին, քան խնամի կամ գործընկեր։ Նա իսկապես եղբայր էր։ Իզաբելլան ցատկեց աթոռից, ամուր գրկեց Ռուբենին։ Հիմա դու ամեն օր հայրիկի հետ աշխատելու ես։ Եվ կկարողանաս ինձ դպրոցից վերցնել, երբ նրանք զբաղված լինեն։ Եթե քո մայրիկն ու հայրիկը թույլ տան, այո։ Իհարկե, այո, ասաց Հռիփսիմեն հուզված ձայնով։ Դու արդեն մեր առօրյայի մի մասն ես։ Հիմա պարզապես պաշտոնական կլինի։
Այդ կեսօրին, երբ տիկին Սիրանուշը գնաց, իսկ Իզաբելլան դուրս եկավ ընկերուհու տուն խաղալու, Ռուբենը, Հռիփսիմեն Հովակիմը նստեցին փոքրիկ բակում, խոսելու գործընկերության մանրամասների մասին։ Բայց խոսակցությունը շուտով անցավ ավելի անձնական թեմաների։ Ռուբեն, ասաց Հռիփսիմեն, ես շատ եմ մտածել այն մասին, ինչ դու ինձ հարցրել էիր մի քանի ամիս առաջ։ Այն մասին, թե արդյոք ես կկարողանայի երջանիկ լինել, իմանալով, որ այդքան տառապանք եմ պատճառել։ Ռուբենը հիշում էր հարցը։ Դա առաջին այցելություններից մեկի ժամանակ էր, Հռիփսիմեի որոշումից հետո, երբ նա դեռ վերամշակում էր վերջնական բաժանման ցավը։ Եվ ինչ եզրակացության եկար։ Որ տառապանքը կյանքի մի մասն է։ Կարևորն այն է, թե ինչ ենք մենք անում դրա հետ։ Հռիփսիմեն նայեց Հովակիմին, ապա Ռուբենին։ Դու կարող էիր դառնանալ, կարող էիր փորձել ինձ ստիպել վերադառնալ, կարող էիր մեր համակեցությունն անհնար դարձնել։ Բայց դու ընտրեցիր աճել, ընտրեցիր փոխակերպվել, ընտրեցիր նոր բան կառուցել։ Ռուբենը մտածեց վերջին ամիսների մասին, թե ինչպես էր փոխվել ոչ միայն արտաքնապես, այլ ներքուստ։ Ես շատ ընտրություն չունեի։ Դուք ինձ սովորեցրիք, որ իսկական սերը սեփականություն չէ։ Իսկ դու մեզ սովորեցրիր, որ հնարավոր է նորից սկսել, առանց անցյալը ջնջելու, ավարտեց Հովակիմը։ Երբ գիշերը եկավ, Ռուբենը հրաժեշտ տվեց այն զգացումով, որ իր կյանքը վերջապես գտել է ճիշտ տեղը։ Դա այն կյանքը չէր, որը նա ծրագրել էր, բայց դա այն կյանքն էր, որին նա վիճակված էր ապրել։ Տուն վերադառնալու ճանապարհին նա կանգ առավ գերեզմանատանը, որտեղ մի փոքրիկ հուշարձան կար այն երեխայի համար, որին Հռիփսիմեն կորցրել էր։ Դա մի վայր էր, որը նա երբեմն այցելում էր, ոչ թե տխրությունից, այլ երախտագիտությունից։ Երախտագիտություն, որ այդ կորուստը ի վերջո հանգեցրեց նրան, որ Հռիփսիմեն բացահայտեց, թե ով է ինքն իրականում, իսկ ինքը բացահայտեց, թե ով կարող է դառնալ։ Շնորհակալ եմ, շշնջաց նա փոքրիկ տապանաքարին։ Մեզ սովորեցնելու համար, որ երբեմն պետք է կորցնել ամեն ինչ, գտնելու համար այն, ինչն իսկապես կարևոր է։ 3 ամիս անց Հովակիմ Ռուբեն, վերանորոգում մեխանիկա արհեստանոցը լիարժեք աշխատում էր։ Ռուբենը բացահայտել էր հին մեքենաների նկատմամբ մի գիրք, որը երբեք չգիտեր, որ ուներ, իսկ Հովակիմը սովորել էր գործարար կառավարման մասին մի ձով, որը երբեք չէր պատկերացրել։ Հռիփսիմեն պրակտիկա էր անցնում մի հայտնի ռեստորանում մտածում էր տնական ուտելիքի փոքր բիզնես բացելու մասին։ Իզաբելլան գերազանց գնահատականներ էր ստացել դպրոցում անընդհատ խոսում էր, որ ուզում է մեխանիկ ինժեներ դառնալ, ինչպես հայրիկն ու հորեղբայր Ռուբենը։ Դեկտեմբերին, վերամիավորումից գրեթե 1 տարի անց, նրանք ամանորյա խնջույք կազմակերպեցին Մալաթիա Սեբաստիայի տանը։ Տիկին Սիրանուշը բերեց շենքի ընկերներին, Հովակիմը հրավիրեց մի քանի մեխանիկ գործընկերների, Հռիփսիմեն կանչեց խոհարարական դասընթացի ընկերուհիներին, Ռուբենը բերեց շինարարական ընկերության մի քանի աշխատակիցների, որոնք դարձել էին անձնական ընկերներ։ Իզաբելլան հրավիրել էր դպրոցի կեսին։ Դա աղմկոտ, ուրախ խնջույք էր, լի մարդկանցով, որոնք ճանաչում էին միմյանց տարբեր ձերով, բայց բնականորեն խառնվում էին։ Ռուբենը դիտում էր ամեն ինչ բակի մի անկյունից, հիացած մարդկային ունակությամբ, ընտանիք ստեղծել այնտեղ, որտեղ սեր կա։ Մտածկոտ ես, մոտեցավ Հռիփսիմեն, առաջարկելով մի բաժակ պունշ։ Մտածում եմ, թե որքան զվարճալի է կյանքը։ 2 տարի առաջ ես կարծում էի, թե հստակ գիտեմ, թե ինչպիսին է լինելու իմ ապագան։ Մեծ տուն, բարգավաճող ընկերություն, կատարյալ կին, երեխաներ լավագույն դպրոցներում։ Ռուբենը ծիծաղեց ինքն իր վրա։ Եվ հիմա նայում եմ այս ամենին այստեղ հասկանում, որ երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Հռիփսիմեն մի պահ դիտեց նրան։ Կարող եմ քեզ անձնական հարց տալ։ Իհարկե։ Դու դեռ սիրում ես ինձ։ Ռոմանտիկ առումով, նկատի ունեմ։ Հարցը նրան անակնկալի բերեց, բայց Ռուբենը հասկացավ, որ պատասխանն ավելի պարզ է, քան սպասում էր։ Ես սիրում եմ այն կնոջը, որը դու էիր, միշտ կսիրեմ։ Բայց այդ կինն այլս գոյություն չունի։ Իսկ այն կինը, որը դու հիմա ես հիանում եմ, հարգում եմ, սիրում եմ որպես ընտանիք։ Բայց ոչ ռոմանտիկ։ Տարօրինակ է։ Ոչ, ժպտաց Հռիփսիմեն։ Առողջ է։ Իրական է։ Իսկ դու արդեն գիտես, թե ինչ ես զգում Հովակիմի նկատմամբ։ Հռիփսիմեն նայեց տան ներսը, որտեղ Հովակիմը փորձում էր մի քանի ընկերների սովորեցնել դոմինո խաղալ, մինչ Իզաբելլան օգնում էր հակասական խորհուրդներ տալով բոլոր խաղացողներին։ Գիտեմ։ Սիրում եմ նրան։ Մի ձով, որը երբեք չգիտեի, որ հնարավոր է։
Նա դադար տվեց։ Գիտես, որն է տարբերությունը։ Որը։ Նրա հետ ես պետք չէ կատարյալ լինեմ։ Կարող եմ լինել լիովին ես, բոլոր թերություններով, բոլոր բարդություններով, այն ամբողջ խառնաշփոթով, որը մարդ լինելն է։ Եվ նա ինձ սիրում է հենց դրա համար, ոչ թե չնայած դրան։ Ռուբենը գլխով արեց, լիովին հասկանալով։ Դա այն է, ինչ ես էլ սովորեցի։ Իսկական սերը կատարյալ մեկին գտնելու մասին չէ, այլ անկատար, բայց մեր սեփական անկատարությունների հետ կատարյալ համատեղելի մեկին գտնելու մասին։ Նրանք մի քանի րոպե հարմարավետ լռության մեջ մնացին, դիտելով խնջույքը, լսելով ծիծաղը, զգալով օդում կախված անկեղծ ուրախությունը։ Ռուբեն, վերջապես ասաց Հռիփսիմեն, շնորհակալ եմ։ Ինչի՞։ Համար։ Որ չհանձնվեցիր ինձանից, բայց նա որ սովորեցիր, թե երբ դադարել պայքարել նրա դեմ, ով ես դարձել եմ։ Որ ինձ թույլ տվեցիր գնալ, մի նույն ժամանակ, գտար մնալու միջոց։ Ռուբենը ժպտաց, խորը խաղաղություն զգալով կրծքում։ Շնորհակալ եմ, որ ինձ սովորեցրիր, որ երբեմն, կորցնելով այն, ինչ կարծում ենք, թե ուզում ենք, միակ միջոցն է գտնելու այն, ինչի կարիքն իսկապես ունենք։ Այդ գիշեր, երբ բոլորը գնացին, տունը հավաքվեց, Ռուբենը հրաժեշտ տվեց ընտանիքին, ինչպես միշտ անում էր, համբուրելով Հռիփսիմեի այտը, գրկելով Հովակիմին, համբուրելով Իզաբելլայի ճակատը, որը միշտ պնդում էր արթուն մնալ, մինչ նա գնար։ Մինչ վաղը, հորեղբայր Ռուբեն, ասաց նա քնաթաթախ, բայց ժպտալով։ Մինչ վաղը, արքայադուստր։ Եվ Ռուբենը գիտեր, որ առջում շատ վաղվա օրեր կան, լի հնարավորություններով, որոնք նա երբեք չէր պատկերացրել, բայց որոնք ավելի գեղեցիկ իսկական էին, քան ցանկացած ծրագիր, որը նա երբեք կազմել էր։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Ռուբենի, Հռիփսիմեի, Հովակիմի, Իզաբելլայի պատմությունը խորապես հուզեց ձեզ, ձեր սրտերը։ Եթե դուք հուզվեցիք այս ճանապարհորդությունից սիրո իսկական իմաստի, կորուստներն ընդունելու բացահայտելու մասին, որ երբեմն դրանք մեզ տանում են էլ ավելի գեղեցիկ վայրեր, քան մենք պատկերացնում էինք, ապա դրեք ձեր հավանումը ներքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե պատմության որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք դա վերամիավորումն էր փոքրիկ Իզաբելլայի անմեղ աչքերով, կորցրած երեխայի մասին ցավալի, բայց ազատագրող բացահայտումը, թե գուցե Ռուբենի փոխակերպումը, որը սովորեց, որ իսկապես սիրել նշանակում է մարդուն ազատ թողնել, լինելու այն, ով նա իրականում է։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հոգու ամենախորը անկյունները, որոնք խոսում են երկրորդ հնարավորությունների, սիրով, ոչ թե միայն արյունով ձավորվող ընտանիքի մասին, այն մասին, թե ինչպես է հնարավոր վերակառուցել կյանքը չիրականացած երազանքների ավերակների վրա։ Մենք կհանդիպենք այստեղ նորից վաղը, մեկ պատմությամբ, որը կհուզի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ խորել ձեր սեփական հարաբերությունների ընտրությունների մասին։ Սպասում ենք։